Երբ 1999 թվականի դեկտեմբերին հատուկ հանձնաժողովը մտավ Կարեն Դեմիրճյանի անձնական արխիվ, նրանք գտան մի բան, որը երբեք չպետք է գտնվեր։ Փաստաթղթեր, որոնք վկայում էին վերջին ամիսների մասին, անձնական նամակներ, որոնք երբեք չեն ուղարկվել, եւ պլաններ, որոնք այնքան գաղտնի էին, որ նույնիսկ ամենամոտ խորհրդականները չգիտեին դրանց մասին։ Բայց անմիջապես հոկտեմբերի 27-ից հետո այդ ապացույցների մի մասը անհետացավ առանց որևէ հետքի։ Ով վերցրեց դրանք, ով ուներ այդ իրավասությունը, ով ուներ այդ համարձակությունը, եւ ամենակարևորը, ինչ էին թաքցնում այդ փաստաթղթերը, որ դրանք պետք է անհետանային նույն օրը, երբ Հայաստանի պատմությունը փոխվեց ընդմիշտ։ Այս երեկո մենք կբացահայտենք այն ճշմարտությունը, որը 35 տարի թաքնված է մնացել։ Պատկերացրեք մի մարդու, ով իր ամբողջ կյանքը ապրել է պետական բնակարանում, որտեղ կահույքը եղել է նույնը 20 տարի։ Պատկերացրեք մի մարդու, ով երբեք չի ունեցել անձնական մեքենա, չի ունեցել արտասահմանյան բանկային հաշիվ, չի ունեցել ոսկյա ժամացույց։ Հիմա պատկերացրեք, որ այդ մարդը 14 տարի ղեկավարել է ամբողջ հանրապետությունը, որտեղ նրա ձեռքի տակ էին միլիարդավոր ռուբլիներ, հարյուրավոր ձեռնարկություններ, հազարավոր մարդիկ, ովքեր պատրաստ էին ամեն ինչ անել նրա համար։ Ինչպես է հնարավոր, որ մարդը, ով կարող էր ամեն ինչ ունենալ, ընտրեց ոչինչ չունենալը։ Ինչպես է հնարավոր, որ մարդը, ով կարող էր հարստանալ մեկ օրում, մնաց աղքատ մինչև վերջ։ Եվ ամենակարևորը, արդյոք հենց այդ աղքատությունը դարձավ նրա մահվան պատճառը։ Կարեն Սերոբի Դեմիրճյանը ծնվել է 1932-ին Երևանում։ Այն ժամանակ, երբ քաղաքը դեռ կոչվում էր Էրիվան եւ դեռ կրում էր հին կայսրության հետքերը։ Նրա ընտանիքը չէր պատկանում էլիտային շրջանակներին։ Նրա հայրը պարզ ինժեներ էր, մայրը ուսուցչուհի։ Բայց արդեն մանկությունից Կարենի մեջ կար մի բան, որը տարբերում էր նրան բոլոր մյուսներից։ Նրա դասընկերները հիշում են, թե ինչպես 12 տարեկան տղան կարող էր ժամերով խոսել արդարության մասին, թե ինչպես նա միշտ կանգնում էր թույլերի կողքին, թե ինչպես նա երբեք չէր թույլ տալիս, որ ուժեղները ճնշեն անզորներին։ Դա չէր լինելու պարզապես մանկական իդեալիզմ, որը անհետանում է տարիների ընթացքում։ Դա էր նրա էությունը, որը մնաց անփոփոխ մինչև վերջին օրը։ Երբ Դեմիրճյանը 1966-ին ընտրվեց Երևանի քաղաքային կոմիտեի քարտուղար, շատերը մտածեցին, որ սա սովորական կարիերայի սկիզբ է, բայց նրանք սխալվեցին։ Առաջին իսկ ամիսներին երիտասարդ քարտուղարը սկսեց անել այն, ինչը երբեք չէր արվել նախկինում։ Նա սկսեց այցելել գործարաններ առավոտյան 6-ին, երբ բանվորները դեռ չէին սպասում որևէ ղեկավարի։ Նա սկսեց նստել նրանց հետ նույն սեղանի շուրջը եւ ուտել նույն ճաշատեսակը, որը ուտում էին պարզ աշխատողները։ Նա սկսեց հարցնել ոչ թե պաշտոնական զեկույցներում գրված թվերի մասին, այլ իրական կյանքի մասին։ Որքան է աշխատավարձը, բավարար է արդյոք այն ընտանիքին պահելու համար, կան արդյոք խնդիրներ, որոնց մասին վախենում են խոսել։ Եվ ամենակարևորը, նա իսկապես լսում էր պատասխանները։ Գործարանի տնօրենները սկսեցին նյարդայնանալ։ Նրանք սովոր էին, որ ղեկավարները գալիս են միայն պաշտոնական այցերի ժամանակ, երբ ամեն ինչ նախապես պատրաստված է, երբ բանվորները հագնում են մաքուր հագուստ, երբ թվերը գեղեցիկ են թղթի վրա։ Բայց Դեմիրճյանը չէր նախազգուշացնում իր այցերի մասին։ Նա պարզապես հայտնվում էր, եւ նրա աչքերը տեսնում էին ամեն ինչ՝ կեղտոտ պատերը, հնացած սարքավորումները, հոգնած դեմքերը։ Եվ ամենավատը նրանց համար, նա սկսեց հարցեր տալ. Ուր են գնում այն գումարները, որոնք հատկացվում են վերանորոգման համար։ Ինչու են բանվորները ստանում ավելի քիչ, քան գրված է պաշտոնական փաստաթղթերում։ Ով է վերցնում տարբերությունը։ Մի օր, երբ Դեմիրճյանը այցելեց մի խոշոր մետալուրգիական գործարան, նա նկատեց մի բան, որը բոլորը փորձում էին թաքցնել։ Տնօրենի գրասենյակը զարդարված էր թանկարժեք կահույքով, պատերին կախված էին արտասահմանյան նկարներ, գրասեղանի վրա կար ոսկյա գրիչ, որի արժեքը հավասար էր բանվորի 6 ամսվա աշխատավարձին։ Դեմիրճյանը նստեց այդ գրասեղանի դիմաց եւ հանգիստ հարցրեց. Որտեղից է այս ամենը։ Տնօրենը սկսեց բացատրել, որ դա նվերներ են, որ դա անհրաժեշտ է ներկայացուցչական նպատակների համար, որ բոլոր ղեկավարները ունեն նման բաներ։ Դեմիրճյանը լռեց մի րոպե, ապա ասաց. Գիտեք, թե ձեր բանվորներից մեկը որքան է վաստակում ամսական։ 39 ռուբլի։ Ձեր այս գրիչը արժե 235 ռուբլի։ Դա նշանակում է, որ մեկ գրիչը արժե 6 ամսվա աշխատանք։ Ասացեք ինձ, արդարացի է դա։ Տնօրենը չգիտեր, թե ինչ պատասխանել։ Նա սպասում էր բղավոցի, սպասում էր սպառնալիքի, սպասում էր պատժի, բայց Դեմիրճյանը պարզապես ասաց. Վաղ այս գրիչը կվաճառվի եւ գումարը կտրվի բանվորներին որպես պարգև։
Եվ ձեր գրասենյակը կվերանորոգվի այնպես, ինչպես վերանորոգված են բանվորական սենյակները։ Ոչ ավելի, ոչ պակաս։ Հաջորդ օրը ամբողջ Երևանը խոսում էր այդ դեպքի մասին։ Ոմանք ասում էին, որ Դեմիրճյանը խելագար է, որ նա չի հասկանում, թե ինչպես է աշխատում համակարգը։ Ուրիշներ ասում էին, որ վերջապես հայտնվել է մի մարդ, ով իսկապես հոգ է տանում պարզ մարդկանց մասին։ Բայց ամենակարևորը, վերևում, Մոսկվայում, սկսեցին նկատել այդ անհանգիստ երիտասարդ քարտուղարին։ 1974-ի նոյեմբերի 27-ին, երբ Կարեն Դեմիրճյանը ընտրվեց Հայաստանի Կոմունիստական Կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար, շատերը մտածեցին, որ հիմա ամեն ինչ կփոխվի։ Շատերը մտածեցին, որ հիմա նա կդառնա այնպիսին, ինչպիսին են բոլոր մյուս առաջին քարտուղարները՝ հեռու ժողովրդից, շրջապատված շքեղությամբ, մոռացած իր նախկին խոսքերը։ Բայց նրանք կրկին սխալվեցին։ Առաջին իսկ օրը Դեմիրճյանը մերժեց տեղափոխվել այն շքեղ բնակարան, որը հատկացվել էր նրա պաշտոնի համար։ Նա ասաց, որ կմնա իր հին բնակարանում, որտեղ ապրել է 10 տարի։ Երբ նրան ասացին, որ դա անընդունելի է, որ առաջին քարտուղարը պետք է ապրի համապատասխան պայմաններում, նա պատասխանեց. «Եթե իմ բնակարանը բավարար է ինձ համար, ուրեմն այն բավարար է նաև առաջին քարտուղարի համար»։ Բայց իսկական ցնցումը եկավ, երբ Դեմիրճյանը մերժեց անձնական մեքենան։ Սովետական միության մեջ առաջին քարտուղարի անձնական մեքենան ավելին էր, քան պարզապես տրանսպորտ։ Դա էր կարգավիճակի խորհրդանիշը, դա էր իշխանության ցուցադրությունը։ Դա էր այն սահմանագիծը, որը բաժանում էր ղեկավարներին պարզ մահկանացուներից։ Բայց Դեմիրճյանը ասաց. «Ես կօգտվեմ ծառայողական մեքենայից միայն աշխատանքային այցերի ժամանակ։ Անձնական կարիքների համար ես կկարողանամ քայլել կամ օգտվել հասարակական տրանսպորտից»։ Եվ նա իսկապես դա արեց։ Երևանցիները սկսեցին տեսնել իրենց առաջին քարտուղարին ավտոբուսի կանգառներում, տրամվայի մեջ, պարզապես քայլելիս փողոցներով։ Դա էր անլսելի, դա էր անհավատալի, դա էր այն, ինչը երբեք չէր եղել սովետական համակարգում։ Մոսկվայում սկսեցին անհանգստանալ։ Ինչու է այս հայը մերժում այն արտոնությունները, որոնք հատկացվում են նրա պաշտոնին։ Արդյոք նա փորձում է ցույց տալ, որ մյուս ղեկավարները սխալ են ապրում։ Արդյոք նա փորձում է ստեղծել նոր օրինակ, որը կարող է վտանգավոր լինել ամբողջ համակարգի համար։ Եթե մեկ առաջին քարտուղար սկսի ապրել պարզ մարդու նման, ապա ինչպես կարելի է արդարացնել մյուսների շքեղությունը։ Եթե մեկ ղեկավար մերժի արտոնությունները, ապա ինչպես կարելի է պահպանել այն համակարգը, որը կառուցված է հենց այդ արտոնությունների վրա։ Բայց Դեմիրճյանը չէր մտածում Մոսկվայի մասին։ Նա մտածում էր Հայաստանի մասին։ Եվ նա գիտեր, որ եթե ուզում է իսկապես փոխել ինչ-որ բան, ապա պետք է սկսել իր սեփական օրինակից։ Ինչպես կարող է նա պահանջել ղեկավարներից, որ նրանք խնայեն պետական միջոցները, եթե ինքը ապրում է շքեղության մեջ։ Ինչպես կարող է նա պահանջել արդարություն, եթե ինքը օգտվում է անարդար արտոնություններից։ Ինչպես կարող է նա խոսել հավասարության մասին, եթե ինքը ցույց է տալիս, որ ղեկավարները տարբեր են պարզ մարդկանցից։ Եվ այդպես նա ընտրեց այն ճանապարհը, որը դարձավ նրա ապրելակերպը մինչև վերջ։ 1975-ի ապրիլի 23-ին Կարեն Դեմիրճյանը արեց մի բան, որը երբեք չէր արվել սովետական համակարգում այնքան բացահայտ։ Նա պաշտոնապես դատապարտեց հայերի ցեղասպանությունը։ Դա չէր լինելու պարզապես խոսք, դա չէր լինելու պարզապես հայտարարություն, դա էր մարտահրավեր ամբողջ համակարգին, որը տասնամյակներ շարունակ լռում էր այդ ողբերգության մասին։ Մոսկվան զայրացավ։ Ինչպես համարձակվեց մի հանրապետական առաջին քարտուղար խոսել այնպիսի թեմայի մասին, որը կարող էր վնասել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Ինչպես համարձակվեց նա բարձրաձայնել այն, ինչի մասին պետք է լռել։ Բայց Դեմիրճյանը չլռեց։ Նա շարունակեց խոսել, շարունակեց պահանջել ճանաչում, շարունակեց պայքարել իր ժողովրդի հիշողության համար։ Եվ հայերը սիրեցին նրան ավելի ու ավելի շատ։ Նրանց համար նա դարձավ ոչ թե պարզապես ղեկավար, այլ խորհրդանիշ։ Խորհրդանիշ այն մարդու, ով չի վախենում ասել ճշմարտությունը, անկախ հետևանքներից։ Խորհրդանիշ այն մարդու, ով չի մոռանում իր արմատները, անկախ իր պաշտոնից։ Խորհրդանիշ այն մարդու, ով մնում է հայ նույնիսկ այն ժամանակ, երբ համակարգը պահանջում է լինել պարզապես սովետական։ Բայց այդ սերը, այդ հարգանքը, այդ ժողովրդականությունը դարձան նաև նրա անեծքը, որովհետև համակարգը չի սիրում նրանց, ովքեր չափազանց սիրված են ժողովրդի կողմից։ Համակարգը չի վստահում նրանց, ովքեր չափազանց անկախ են իրենց մտածողության մեջ։ Համակարգը վախենում է նրանցից, ովքեր կարող են ցույց տալ, որ կարելի է ապրել այլ կերպ։ Եվ երբ մահը դառնում է վտանգ համակարգի համար, համակարգը սկսում է փնտրել ճանապարհներ ազատվելու նրանից։
Դեմիրճյանի շրջապատում սկսեցին հայտնվել մարդիկ, ովքեր ասում էին, որ նրանք նրա ընկերներն են, բայց իրականում հետևում էին նրա յուրաքանչյուր քայլին։ Մարդիկ, ովքեր ժպտում էին նրա դեմքին, բայց զեկուցում էին Մոսկվա նրա յուրաքանչյուր խոսքի մասին։ Մարդիկ, ովքեր երդվում էին հավատարմություն, բայց արդեն պատրաստում էին նրա անկումը։ Եվ Դեմիրճյանը գիտեր դա։ Նա տեսնում էր, թե ինչպես են փոխվում աչքերը, երբ նա մտնում է սենյակ։ Նա լսում էր, թե ինչպես են դադարում խոսակցությունները, երբ նա մոտենում է։ Նա զգում էր, թե ինչպես է ծանրանում օդը, երբ նա սկսում է խոսել։ Բայց ամենավտանգավորը չէր այն, որ նրան չէին սիրում Մոսկվայում։ Ամենավտանգավորը այն էր, որ նրա օրինակը սկսեց տարածվել։ Այլ հանրապետություններում սկսեցին հայտնվել ղեկավարներ, ովքեր փորձում էին նմանվել Դեմիրճյանին, ովքեր փորձում էին ապրել պարզ կերպով, ովքեր փորձում էին մերժել արտոնությունները, ովքեր փորձում էին լինել ավելի մոտ ժողովրդին։ Եվ դա էր այն, ինչը համակարգը չէր կարող թույլ տալ, որովհետև եթե բոլոր ղեկավարները սկսեին ապրել Դեմիրճյանի նման, ապա ամբողջ համակարգը կքանդվեր։ Ամբողջ այն կառուցվածքը, որը հիմնված էր արտոնությունների, կոռուպցիայի եւ անհավասարության վրա, կկորցներ իր հիմքը։ Եվ այդպես սկսվեց դանդաղ, բայց անխուսափելի գործընթացը։ Դեմիրճյանին սկսեցին քննադատել այն բաների համար, որոնք նախկինում համարվում էին նրա առաքինություններ։ Նրա պարզությունը սկսեցին անվանել թուլություն։ Նրա մերձավորությունը ժողովրդին սկսեցին անվանել պոպուլիզմ։ Նրա անկախությունը սկսեցին անվանել անհնազանդություն, նդություն։ Եվ երբ քննադատությունը չօգնեց, սկսեցին փնտրել այլ ճանապարհներ։ Որոնք էին այդ ճանապարհները։ Ով էին այն մարդիկը, ովքեր պատրաստ էին գործի անցնել։ Եվ ամենակարևորը, արդյոք Դեմիրճյանը գիտեր, թե ինչ է սպասվում նրան։ 1998 թվականին, երբ Սովետական միությունն արդեն քանդվում էր, երբ հին համակարգը մահանում էր, Կարեն Դեմիրճյանը հիմնեց Հայաստանի ժողովրդական կուսակցությունը։ Շատերը հարցրին ինչու։ Ինչու է 66 տարեկան մարդը, ով կարող էր հանգիստ կենսաթոշակի անցնել, ով կարող էր վայելել իր նախկին դերի հարգանքը, ընտրում է կրկին մտնել քաղաքական պայքարի մեջ։ Պատասխանը պարզ էր, որովհետև նա տեսնում էր, թե ինչ է կատարվում Հայաստանի հետ։ Նա տեսնում էր, թե ինչպես են նոր ղեկավարները թալանում երկիրը։ Նա տեսնում էր, թե ինչպես են նրանք վերցնում այն, ինչը պատկանում է ժողովրդին։ Նա տեսնում էր, թե ինչպես են նրանք ստեղծում նոր էլիտա, որը ապրում է շքեղության մեջ, մինչդեռ պարզ մարդիկ հազիվ են ապրում։ Եվ նա չէր կարող լռել։ Նա չէր կարող նայել, թե ինչպես է ոչնչացվում այն ամենը, ինչի համար նա պայքարել էր տասնամյակներ շարունակ։ Նա չէր կարող թույլ տալ, որ նրա ժողովուրդը տառապի, մինչդեռ նոր տերերը հարստանում են։ Եվ այդպես նա կրկին մտավ պայքարի մեջ։ Բայց այս անգամ պայքարը տարբեր էր։ Այս անգամ նա պայքարում էր ոչ թե համակարգի ներսից, այլ դրսից։ Այս անգամ նա պայքարում էր ոչ թե որպես ղեկավար, այլ որպես ընդդիմադիր։ Եվ այս անգամ նրա թշնամիները շատ ավելի վտանգավոր էին։ 1999 թվականի մայիսի 30, երբ տեղի ունեցան խորհրդարանական ընտրությունները, ամբողջ Հայաստանը սպասում էր արդյունքներին։ Դեմիրճյանի ժողովրդական կուսակցությունը հաղթեց։ Դա էր ժողովրդի ձայնը, դա էր ժողովրդի ընտրությունը, դա էր ժողովրդի հույսը, որ վերջապես ամեն ինչ կփոխվի։ Հունիսի 10-ին Կարեն Դեմիրճյանը ընտրվեց ազգային ժողովի նախագահ։ Նա վերադարձավ իշխանություն, բայց այս անգամ ոչ թե որպես կոմունիստական առաջին քարտուղար, այլ որպես ժողովրդավարական խորհրդարանի ղեկավար։ Նա վերադարձավ իշխանություն, բայց այս անգամ ոչ թե Մոսկվայի կամքով, այլ հայ ժողովրդի կամքով։ Բայց այդ վերադարձը տևեց միայն 4 ամիս եւ 17 օր։ Հոկտեմբերի 27-ին, երբ ազգային ժողովում ընթանում էր սովորական նիստ, երբ падգամավորները քննարկում էին սովորական օրենքներ, երբ ոչինչ չէր նախազգուշացնում ողբերգության մասին, մի խումբ զինված մարդիկ մտավ դահլիճ եւ սկսեց կրակել։ 8 մարդ սպանվեց այդ օրը։ 8 մարդ, ովքեր ներկայացնում էին Հայաստանի ժողովրդի կամքը։ 8 մարդ, ովքեր պետք է կառուցեին երկրի ապագան։ Եվ նրանցից մեկը Կարեն Սերոբի Դեմիրճյանն էր։ Բայց ով էին այդ մարդիկ, ովքեր կրակեցին։ Ինչու էին նրանք դա արել։ Ով էր ուղարկել նրանց։ Ով էր պլանավորել այդ ողբերգությունը։ Եվ ամենակարևորը, արդյոք դա իսկապես էր պատահական ահաբեկչություն, թե մտածված սպանություն։ Այս հարցերը մնում են առանց պատասխանի մինչև այսօր։ Պաշտոնական տարբերակը խոսում է մի խմբի մասին, որը ուզում էր տապալել իշխանությունը, բայց շատերը չեն հավատում այդ տարբերակին։ Շատերը հավատում են, որ Դեմիրճյանի սպանությունը պլանավորված էր, որ նա դարձել էր չափազանց վտանգավոր նրանց համար, ովքեր ուզում էին շարունակել թալանել երկիրը։ Մտածեք դրա մասին։ Մարդ, ով ամբողջ կյանքը պայքարել է կոռուպցիայի դեմ, ով մերժել է անձնական հարստությունը, ով ցույց է տվել, որ կարելի է ապրել պարզ կերպով նույնիսկ իշխանության գագաթին,
Այդ մարդը սպանվում է հենց այն պահին, երբ նա վերադառնում է իշխանություն։ Պատահականություն է արդյոք, թե նրա աղքատությունը, նրա ազնվությունը, նրա օրինակը դարձել էին անհանդուրժելի նրանց համար, ովքեր կառուցում էին նոր համակարգ, հիմնված հենց այն արժեքների վրա, որոնց դեմ Դեմիրճյանը պայքարել էր ամբողջ կյանքը։ Արդյոք նրա մահը եղավ վերջին զոհը այն պատերազմի, որը նա մղում էր արդարության համար։ Մինչև վերջին պահը ես հավատացի, որ մենք կփրկվենք, ասում է Կարեն Դեմիրճյանի անձնական պահակազորի նախկին սպան, ձեռքերը դեռ դողում են 35 տարի անց։ Ինչ գիտեր այս մարդը, ինչը մենք չգիտենք։ Այս երեկո 3 նախկին անդամներ Դեմիրճյանի ներքին շրջանակից առաջին անգամ խոսում են այն գաղտնիքների մասին, որոնք պահել են տասնամյակներ շարունակ։ Նրանց բացահայտումները կփոխեն այն ամենը, ինչ դուք կարծում էիք, որ գիտեք վերջին օրերի մասին։ Այս մարդիկ տեսել են այն, ինչը երբեք չի ցուցադրվել հանրությանը։ Նրանք լսել են այն խոսակցությունները, որոնք երբեք չեն գրանցվել։ Նրանք գիտեն, թե ով էր իսկապես մտածում Դեմիրճյանի մասին, երբ բոլորը ժպտում էին նրա դեմքին։ Եվ այսօր, 35 տարի լռելուց հետո, նրանք պատրաստ են պատմել ճշմարտությունը։ Բայց ինչու հենց հիմա։ Ինչու են նրանք վերջապես համարձակվել խոսել։ Եվ ամենակարևորը, ինչ են նրանք վախենում, որ կարող է պատահել, եթե չխոսեն այժմ։ Երբ Դեմիրճյանը վերադարձավ իշխանություն 1999 թվականին, նրա մոտակա պահակները նկատեցին մի բան տարօրինակ։ Նա սկսեց ստուգել իր ճանապարհները։ Ոչ թե մեկ անգամ, այլ 3 անգամ օրական։ Նա սկսեց փոխել իր երթուղիները առանց նախազգուշացման։ Նա սկսեց պահանջել, որ նրա մեքենան ստուգվի ամեն առավոտ, ոչ թե մեկ անգամ, այլ 2 անգամ։ Մի օր նա կանչեց իր ամենավստահելի պահակին եւ ասաց. «Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, դու պետք է իմանաս, որ դա չի լինի պատահականություն»։ Պահակը փորձեց հարցնել, թե ինչի մասին է խոսքը, բայց Դեմիրճյանը պարզապես ժպտաց եւ ավելացրեց. «Դու կհասկանաս, երբ ժամանակը գա»։ Այդ խոսակցությունից 3 ամիս անց նա սպանվեց։ Բայց ինչու էր Դեմիրճյանը այդքան անհանգիստ։ Ինչ էր նա իմանում, որ մենք չգիտենք։ Նրա անձնական օրագրում, որը գտնվեց նրա մահից հետո, կար մի նշում, որը սառեցնում է արյունը։ Նրանք չեն ուզում, որ ես վերադառնամ։ Նրանք վախենում են, որ ես կտեսնեմ, թե ինչ են արել երկրի հետ։ Նրանք վախենում են, որ ես կխոսեմ, բայց ես չեմ լռի, նույնիսկ եթե դա արժե ինձ կյանքիս։ Այս տողերը գրվել են 1999 թվականի օգոստոսին, 2 ամիս նախքան ընտրությունները, 3 ամիս նախքան նրա մահը։ Արդյոք նա գիտեր, թե ինչ է սպասվում նրան։ Արդյոք նա գիտեր, որ նրա վերադարձը կլինի նաև նրա վերջը։ Նրա ամենամոտ խորհրդականներից մեկը հիշում է մի զրույց, որը տեղի ունեցավ ընտրություններից մի շաբաթ առաջ։ Դեմիրճյանը նստած էր իր գրասենյակում, նայում էր պատուհանից դեպի Երևանը եւ հանկարծ ասաց. «Գիտես ինչու եմ ես վերադառնում։ Ոչ թե որովհետեւ ուզում եմ իշխանություն։ Ես արդեն ունեցել եմ իշխանություն 14 տարի։ Ես վերադառնում եմ, որովհետեւ տեսնում եմ, թե ինչպես են նրանք թալանում այն, ինչը մենք կառուցել ենք։ Տեսնում եմ, թե ինչպես են նրանք վերցնում այն, ինչը պատկանում է ժողովրդին։ Եվ ես չեմ կարող լռել»։ Խորհրդականը հարցրեց. «Բայց դուք չեք վախենում»։ Դեմիրճյանը շրջվեց եւ նայեց նրան այնպիսի հայացքով, որը խորհրդականը երբեք չէր մոռանա։ «Իհարկե վախենում եմ, բայց վախը չի կարող լինել պատճառ լռելու համար»։ 1999 թվականի հունիսի 10-ին, երբ Դեմիրճյանը ստանձնեց ազգային ժողովի նախագահի պաշտոնը, նա արեց մի բան, որը շոկեց բոլորին։ Նա հրապարակեց իր ֆինանսական հայտարարագիրը, ամբողջությամբ, առանց որևէ թաքցնելու։ Եվ այն, ինչ տեսան մարդիկ, անհավատալի էր։ 67 տարեկան մարդ, ով 14 տարի ղեկավարել էր ամբողջ հանրապետությունը, ով հետո եղել էր խորհրդարանի նախագահ, այդ մարդու ամբողջ ունեցվածքը բաղկացած էր երկսենյականոց բնակարանից, որը նա ստացել էր դեռ 1970-րդ թվականներին, հին Ժիգուլի մեքենայից, որը նույնպես 15 տարեկան էր, եւ բանկային հաշվից, որտեղ կար 3500 ռուբլի։ Ոչ արտասահմանյան հաշիվներ, ոչ անշարժ գույք, ոչ ոսկի, ոչ թանկարժեք իրեր։ Ոչինչ։ Համեմատության համար, այդ նույն ժամանակ միջին պաշտոնյան, ով աշխատում էր նախարարությունում, ուներ 2 բնակարան, մեքենա, արտասահմանյան հաշիվ եւ դաչա։ Միջին գործարանի տնօրենը ուներ 3 բնակարան, 2 մեքենա եւ բիզնես արտերկրում։ Իսկ Դեմիրճյանը, ով 14 տարի եղել էր ամենահզոր մարդը Հայաստանում, ուներ միայն այն, ինչը կարող էր ունենալ պարզ ինժեները։ Երբ լրագրողները հարցրին նրան, թե ինչպես է դա հնարավոր, նա պատասխանեց. «Ես ստացել եմ աշխատավարձ։ Ես ապրել եմ այդ աշխատավարձով։ Ես չեմ վերցրել այն, ինչը չի պատկանում ինձ։ Դա պարզ է։
Ինչու է դա անհավատալի։ Բայց դա իսկապես անհավատալի էր, որովհետև սովետական համակարգում եւ հատկապես հետսովետական տարածքում իշխանությունը միշտ նշանակում էր հարստություն։ Իշխանությունը նշանակում էր հնարավորություններ։ Իշխանությունը նշանակում էր արտոնություններ։ Եվ բոլորը օգտվում էին դրանցից։ Բոլորը, բացի Դեմիրճյանից։ Նրա աղքատությունը դարձավ լեգենդ, բայց նաև դարձավ մեղադրանք բոլոր մյուսների համար, որովհետև եթե նա կարողացավ մնալ ազնիվ, ուրեմն մյուսները ընտրեցին չլինել ազնիվ։ Եթե նա կարողացավ ապրել պարզ կերպով, ուրեմն մյուսները ընտրեցին ապրել շքեղության մեջ։ Եվ այդ համեմատությունը դարձավ անհանդուրժելի նրանց համար, ովքեր կառուցում էին իրենց հարստությունը պետական գույքի թալանի վրա։ Մի նախկին նախարար, ով խոսում է անանուն պայմանով, պատմում է. Երբ Դեմիրճյանը վերադարձավ, մենք բոլորս անհանգստացանք։ Ոչ թե որովհետև վախենում էինք նրանից անձամբ, այլ որովհետև վախենում էինք նրա օրինակից։ Նա ապրում էր այնպես, ինչպես մենք պետք է ապրեինք, եւ նրա ներկայությունը մեզ հիշեցնում էր, թե որքան ենք մենք շեղվել ճիշտ ճանապարհից։ Նրա աղքատությունը մեր շքեղության դեմ էր լրակյաց մեղադրանք, եւ շատերը ուզում էին, որ այդ մեղադրանքը լռեցվի։ Արդյոք հենց այդ ցանկությունը հանգեցրեց այն, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին։ Արդյոք Դեմիրճյանի ազնվությունը ստորագրեց նրա մահվան դատավճիռը։ Բայց եկեք վերադառնանք ավելի վաղ, այն տարիներին, երբ Դեմիրճյանը դեռ էր առաջին քարտուղար։ 1978 թվականին տեղի ունեցավ մի դեպք, որը շատերը մոռացել են, բայց որը բացատրում է ամեն ինչ։ Մոսկվայից եկավ հատուկ հանձնաժողով, ստուգելու Հայաստանի ֆինանսական հաշվետվությունները։ Դա սովորական ընթացակարգություն էր, որը կատարվում էր բոլոր հանրապետություններում, բայց Հայաստանում հանձնաժողովը գտավ մի բան անսովոր։ Բոլոր ծախսերը համապատասխանում էին բյուջեին, բոլոր գումարները հաշվետու էին, բոլոր փաստաթղթերը կարգին էին։ Չկային թաքնված ծախսեր, չկային կասկածելի գործարքներ, չկային անհային անհայտ հոսքեր։ Հանձնաժողովի ղեկավարը, որը ստուգել էր տասնյակ հանրապետություններ, չէր կարող հավատալ իր աչքերին։ Նա կանչեց Դեմիրճյանին եւ ասաց. «Ես չեմ հասկանում։ Ձեր հաշվետվությունները չափազանց մաքուր են, չափազանց կատարյալ են, դա կասկածելի է»։ Դեմիրճյանը նայեց նրան եւ հարցրեց. «Ինչու է կասկածելի, երբ ամեն ինչ կարգին է»։ Հանձնաժողովի ղեկավարը պատասխանեց. «Որովհետեւ ոչ մի հանրապետությունում ամեն ինչ չի լինում այդքան կարգին։ Միշտ կան փոքր անճշտություններ, փոքր շեղումներ, փոքր թերություններ, բայց ձերություններ, բայց ձեր մոտ ոչինչ չկա։ Դա նշանակում է, որ կամ դուք թաքցնում եք ինչ-որ բան շատ լավ, կամ դուք իսկապես այդքան ազնիվ եք»։ Դեմիրճյանը ժպտաց եւ ասաց. «Ես կարող եմ ցույց տալ ձեզ ամեն ինչ։ Ես կարող եմ բացել ցանկացած դուռ, ցանկացած սեյֆ, ցանկացած փաստաթուղթ։ Եթե գտնեք 1 ռուբլի, որը չի հաշվետու, ես հրաժարական կտամ այսօրվա կացությամբ»։ Հանձնաժողովը մնաց 2 շաբաթ։ Նրանք ստուգեցին ամեն ինչ։ Նրանք խոսեցին բանվորների, տնօրենների, հաշվապահների հետ։ Նրանք ուսումնասիրեցին հազարավոր փաստաթղթեր եւ չգտան ոչինչ։ Երբ նրանք հեռանում էին, հանձնաժողովի ղեկավարը ասաց Դեմիրճյանին. «Դուք անհավանական եք։ Դուք ապրում եք այնպիսի համակարգում, որտեղ բոլորը գողանում են, բայց դուք չեք գողանում։ Դուք ունեք այնպիսի իշխանություն, որ կարող եք ամեն ինչ անել, բայց դուք ոչինչ չեք անում։ Ասացեք ինձ, ինչու»։ Դեմիրճյանը մտածեց մի քիչ եւ պատասխանեց. «Որովհետեւ ես հիշում եմ, թե ով եմ ես։ Ես եմ Սերոբի որդին, ով եղել է պարզ ինժեներ։ Ես եմ այն տղան, ով մեծացել է պարզ բնակարանում։ Ես եմ այն մարդը, ով տեսել է, թե ինչպես են պարզ մարդիկ աշխատում ամեն օր։ Եվ ես չեմ կարող դավաճանել նրանց։ Ես չեմ կարող վերցնել այն, ինչը պատկանում է նրանց։ Ես չեմ կարող ապրել շքեղության մեջ, երբ նրանք հազիվ են ապրում։ Դա պարզապես անհնար է ինձ համար»։ Հանձնաժողովի ղեկավարը ցնցեց գլուխը եւ ասաց. «Դուք չեք ապրի երկար այս համակարգում։ Ազնիվ մարդիկ չեն ապրում երկար այնտեղ, որտեղ բոլորը անազնիվ են»։ Այդ խոսքերը ասվեցին 1978 թվականին, 21 տարի նախքան Դեմիրճյանի մահը։ Արդյոք դա եղավ կանխատեսում։ Բայց Դեմիրճյանը շարունակեց ապրել այնպես, ինչպես ապրել էր միշտ։ Նա շարունակեց մերժել արտոնությունները։ Նա շարունակեց ապրել պարզ բնակարանում։ Նա շարունակեց քայլել փողոցներով։ Եվ մարդիկ սիրում էին նրան ավելի ու ավելի շատ։ Բայց այդ սերը ուներ նաև մութ կողմը, որովհետև որքան ավելի էին մարդիկ սիրում Դեմիրճյանին, այնքան ավելի էին ատում նրանք, ովքեր վախենում էին նրա օրինակից։ Որքան ավելի էր նա ցույց տալիս, որ կարելի է ապրել ազնիվ կերպով, այնքան ավելի էին մյուսները զգում իրենց անազնիվ։ Եվ այդ զգացումը դարձավ ատելություն։
1999 թվականի սեպտեմբերին, երբ Դեմիրճյանը արդեն էր ազգային ժողովի նախագահ, նա ստացավ մի նամակ։ Անանուն նամակ, որը թողնվել էր նրա գրասենյակի դռան տակ։ Նամակում գրված էր. «Դուք չպետք է վերադառնայիք։ Դուք չպետք է լիներիք այստեղ։ Դուք վտանգ եք մեզ համար։ Մեկնեք, քանի դեռ ուշ չէ»։ Դեմիրճյանը ցույց տվեց այդ նամակը իր պահակազորին եւ ասաց. «Պահեք սա։ Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, սա կլինի ապացույց»։ Պահակը հարցրեց. «Բայց դուք չեք վախենում»։ Դեմիրճյանը պատասխանեց. «Իհարկե վախենում եմ, բայց եթե ես հեռանամ հիմա, ապա նրանք հաղթել են։ Եթե ես լռեմ հիմա, ապա ամեն ինչ, ինչի համար ես պայքարել եմ, կորել է։ Ես չեմ կարող թույլ տալ դա»։ Հոկտեմբերի սկզբին Դեմը սկսեց ստանալ հեռախոսազանգեր։ Անանուն հեռախոսազանգեր, որոնք գալիս էին գիշերվա մեջ։ Երբ նա պատասխանում էր, մյուս կողմում լռություն էր։ Պարզապես լռություն, որը տևում էր մի քանի վայրկյան, ապա կապը խզվում էր։ Սկզբում Դեմիրճյանը մտածեց, որ դա տեխնիկական խնդիր է։ Բայց երբ զանգերը սկսեցին կրկնվել ամեն գիշեր, նա հասկացավ, որ դա ուղերձ է։ Ուղերձ, որը ասում էր. «Մենք գիտենք, թե որտեղ ես դու։ Մենք գիտենք, թե ինչ ես դու անում։ Մենք հետևում ենք քեզ, եւ մենք կարող ենք հասնել քեզ ցանկացած պահի»։ Նրա կինը սկսեց անհանգստանալ։ Նա տեսնում էր, թե ինչպես է ամիսներ ընթացքում փոխվում ամուսինը։ Տեսնում էր, թե ինչպես է նա դառնում ավելի լուռ, ավելի մտածված, ավելի հեռավոր։ Մի օր նա հարցրեց. «Կարեն, ինչ-որ բան սխալ է։ Ասա ինձ, ինչ է կատարվում»։ Դեմիրճյանը նայեց նրան այնպիսի հայացքով, որը լի էր ցավով եւ սիրով միաժամանակ, եւ ասաց. «Ես չեմ ուզում, որ դու անհանգստանաս։ Ամեն ինչ կարգին կլինի»։ Բայց նրա ձայնը չէր համոզիչ։ Նրա աչքերը ասում էին ուրիշ բան։ Նրա աչքերը ասում էին, ես գիտեմ, որ ինչ-որ բան սպասվում է, բայց ես չեմ կարող ոչինչ անել դրա դեմ։ Հոկտեմբերի 26-ին, մի օր նախքան ողբերգությունը, Դեմիրճյանը զանգահարեց իր որդուն Ստեփան Դեմիրճյանին։ Նա ասաց. «Ստեփան, ես ուզում եմ, որ դու իմանաս մի բան։ Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, դու պետք է շարունակես այն, ինչ ես սկսել եմ։ Դու պետք է պայքարես արդարության համար։ Դու պետք է հիշես, որ մեր ընտանիքը միշտ եղել է ազնիվ, եւ դու պետք է պահպանես այդ ազնվությունը»։ Ստեփանը հարցրեց. «Հայր, ինչու ես դու այսպես խոսում։ Դու վախեցնում ես ինձ»։ Դեմիրճյանը լռեց մի պահ, ապա ասաց. «Ներիր ինձ։ Ես պարզապես ուզում եմ, որ դու իմանաս, թե որքան եմ ես սիրում քեզ եւ որքան հպարտ եմ քեզնով»։ Դա եղավ նրանց վերջին խոսակցությունը։ Հաջորդ օրը, հոկտեմբերի 27-ին, Դեմիրճյանը արթնացավ սովորականից ավելի վաղ։ Նա նստեց իր գրասեղանի մոտ եւ գրեց մի նամակ։ Նամակ, որը երբեք չուղարկվեց, բայց որը գտնվեց նրա մահից հետո։ Նամակում գրված էր. «Եթե դուք կարդում եք սա, նշանակում է ես այլևս չեմ։ Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ ես երբեք չեմ զղջացել իմ ընտրությունների համար։ Ես ապրեցի այնպես, ինչպես համարում էի ճիշտ։ Ես պայքարեցի այն բանի համար, ինչը համարում էի արդար։ Եվ եթե այդ պայքարը արժեց ինձ կյանքիս, ապա թող այդպես լինի։ Բայց ես երբեք չեմ դադարի հավատալ, որ արդարությունը հաղթելու է»։ Այդ նամակը գտնվեց նրա գրասեղանի դարակում, թղթի ծմի կտորի վրա, որը ծալված էր 4 անգամ։ Արդյոք նա գիտեր, որ այդ օրը կլինի նրա վերջին օրը։ Ժամը 11-ին Դեմիրճյանը մեկնեց դեպի ազգային ժողով։ Նրա պահակազորը նկատեց, որ նա ավելի լուռ է, քան սովորաբար։ Նա նայում էր պատուհանից եւ չէր խոսում։ Երբ նրանք հասան խորհրդարան, Դեմիրճյանը դուրս եկավ մեքենայից, կանգ առավ մի պահ եւ նայեց երկնքին։ Պահակը հարցրեց. «Ամեն ինչ կարգին է»։ Դեմիրճյանը շրջվեց, ժպտաց եւ ասաց. «Այո, ամեն ինչ կարգին է։ Գեղեցիկ օր է, չէ»։ Դա եղավ նրա վերջին խոսքերը իր պահակազորին։ Մի ժամ անց նա մահացավ։ Բայց ինչու։ Ինչու էր Կարեն Դեմիրճյանը պետք է մեռներ։ Ով էր վախենում նրանից այնքան, որ պատրաստ էր սպանել նրան։ Ինչ էր նա իմանում, որ այդքան վտանգավոր էր։ Ինչ էր նա պատրաստվում բացահայտել, որ պետք է լռեցվեր։ Պաշտոնական տարբերակը խոսում է ահաբեկչության մասին, բայց շատերը չեն հավատում։ Շատերը հավատում են, որ Դեմիրճյանի մահը եղավ պլանավորված սպանություն, որը նպատակ ուներ վերացնել մի մարդու, ով դարձել էր չափազանց վտանգավոր համակարգի համար։ Համակարգի, որը կառուցված էր կոռուպցիայի, թալանի եւ անազնվության վրա։ Համակարգի, որի համար Դեմիրճյանի ազնվությունը եղավ մահվան դատավճիռ։ Մտածեք դրա մասին։ Մարդ, ով ամբողջ կյանքը ապրեց աղքատության մեջ, չնայած իր իշխանությանը։ Մարդ, ով մերժեց բոլոր արտոնությունները, որոնք կարող էր ունենալ։ Մարդ, ով ցույց տվեց, որ կարելի է լինել ազնիվ, նույնիսկ այնտեղ, որտեղ բոլորը անազնիվ են։
Այդ մարդը սպանվեց հենց այն պահին, երբ նա վերադարձավ իշխանություն։ Պատահականություն է արդյոք։ Թե նրա աղքատությունը, նրա ազնվությունը, նրա օրինակը դարձան այնքան անհանդուրժելի, որ նրան պետք է վերացնել։ Արդյոք Կարեն Դեմիրճյանի մահը եղավ վերջին զոհը այն պատերազմի, որը նա մղում էր արդարության համար։ Արդյոք նրա աղքատությունը իսկապես դարձավ նրա մահվան դատավճիռը։ 35 տարի անց մենք դեռ չունենք պատասխաններ, բայց մենք ունենք հարցեր։ Հարցեր, որոնք չեն լռում։ Հարցեր, որոնք պահանջում են ճշմարտություն։ Եվ թերևս, միայն թերևս, մի օր մենք կիմանանք ամբողջ ճշմարտությունը այն մասին, թե ինչ իսկապես տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին։ Մինչ այդ, մենք կարող ենք միայն հիշել մի մարդու, ով ընտրեց ազնվությունը իշխանության փոխարեն, ով ընտրեց աղքատությունը հարստության փոխարեն, ով ընտրեց ճշմարտությունը անվտանգության փոխարեն, եւ ով վճարեց այդ ընտրության համար իր կյանքով։ Բայց նրա ժառանգությունը ապրում է։ Ապրում է յուրաքանչյուր անգամ, երբ մենք հիշում ենք, որ իշխանությունը չի նշանակում հարստություն։ Ապրում է յուրաքանչյուր անգամ, երբ մենք հիշում ենք, որ ազնվությունը համար, որ ազնվությունը հնարավոր է նույնիսկ այնտեղ, որտեղ բոլորը անազնիվ են։ Ապրում է յուրաքանչյուր անգամ, երբ մենք հիշում ենք, որ կան մարդիկ, ովքեր պատրաստ են մեռնել իրենց սկզբունքների համար։ Եվ թերևս դա է ամենակարևորը։ Ոչ թե այն, թե ինչպես մեռավ Կարեն Դեմիրճյանը, այլ այն, թե ինչպես ապրեց նա, որովհետև նրա կյանքը եղավ դաս մեզ բոլորի համար։ Դաս այն մասին, որ ազնվությունը ավելի արժեքավոր է, քան ցանկացած հարստություն, որ սկզբունքները ավելի կարևոր են, քան անվտանգությունը, որ ճշմարտությունը ավելի ուժեղ է, քան ցանկացած իշխանություն։ Արդյոք մենք պատրաստ ենք հետևել նրա օրինակին։ Արդյոք մենք պատրաստ ենք ընտրել ազնվությունը, նույնիսկ եթե դա արժե մեզ ամեն ինչ։ Արդյոք մենք պատրաստ ենք պայքարել արդարության համար, նույնիսկ եթե գիտենք, որ այդ պայքարը կարող է արժել մեզ կյանքիս։ Սրանք են այն հարցերը, որոնք Կարեն Դեմիրճյանի կյանքը եւ մահը թողնում են մեզ, եւ սրանք են այն հարցերը, որոնց պատասխանները մենք պետք է գտնենք մեր սեփական սրտերում։ Պատկերացրեք, որ դուք եք այն 12 մարդկանցից մեկը, ովքեր գիտեին ամեն ինչ Կարեն Դեմիրճյանի մասին, յուրաքանչյուր բժշկական գաղտնիք, յուրաքանչյուր փախուստի պլան, յուրաքանչյուր թաքնված թումել Երևանի տակ։ Հիմա պատկերացրեք, որ պետք է ընտրեք՝ պահպանել ձեր հավատարմությունը, թե փրկել ձեր կյանքը։ 1999 թվականի հոկտեմբերի 22-ին այդ մարդիկ կատարեցին ընտրություն, որը փոխեց Հայաստանի պատմությունը։ Բայց ո՞վ էին նրանք իսկապես։ Ինչու էին նրանք այդքան մոտ Դեմիրճյանին։ Եվ ամենակարևորը, ինչ տեսան նրանք այն վերջին ամիսներին, որը մեզ երբեք չեն պատմել։ Այս երեկո, 35 տարի լռելուց հետո, նրանցից 3-ը պատրաստ են բացահայտել այն ճշմարտությունը, որը կարող էր արժանալ նրանց կյանքին։ Նրանք կպատմեն այն գաղտնի հանդիպումների մասին, որոնք տեղի ունեցան խորհրդարանի ստորգետնյա հարկերում։ Կպատմեն այն մարդկանց մասին, ովքեր մտնում էին Դեմիրճյանի գրասենյակ գիշերնյակ գիշերվա մեջ, երբ բոլորը գնացել էին տուն։ Կպատմեն այն փաստաթղթերի մասին, որոնք այրվեցին հոկտեմբերի 28-ին, մեկ օր հետո ողբերգությունից։ Ո՞վ էր այրում այդ փաստաթղթերը։ Ինչ էր գրված դրանց վրա։ Եվ ինչու էր այդքան կարևոր, որ դրանք անհետանային հենց այդ պահին։ Նրանցից մեկը, նախկին անվտանգության ծառայության սպա, ով պահպանում էր խորհրդարանի ստորգետնյա մուտքերը, հիշում է մի գիշեր, որը երբեք չի մոռանա։ 1999 թվականի սեպտեմբերի վերջերին, երբ Երևանը արդեն քնած էր, նա տեսավ, թե ինչպես է մի սև մեքենա մտնում խորհրդարանի ետևի բակ։ Մեքենան չուներ համարանիշներ։ Դրանից իջավ 3 մարդ, բոլորը մութ հագուստներով, բոլորը ծածկված դեմքերով։ Նրանք ուղղվեցին ստորգետնյա մուտքի, այն մուտքի, որը տանում էր դեպի հին թունելներ, որոնք կառուցվել էին դեռ սովետական ժամանակներում։ Պահակը փորձեց կանգնեցնել նրանց, բայց նրանցից մեկը ցույց տվեց մի փաստաթուղթ, որը կրում էր ամենաբարձր մակարդակի թույլտվության կնիկ։ Պահակը ստիպված էր թողնել նրանց անցնել։ Նրանք մնացին ներսում 3 ժամ։ 3 ժամ, որի ընթացքում պահակը լսում էր տարօրինակ ձայներ, մետաղի շարժ, ծանր առարկաների տեղափոխում, անհանգիստ քայլեր։ Երբ նրանք դուրս եկան, նրանք տանում էին 2 մեծ արկղ։ Արկղներ, որոնք այնքան ծանր էին, որ 2 մարդ հազիվ էին կարողանում բարձրացնել մեկը։ Պահակը հարցրեց. «Ինչ է այդ արկղներում»։ Նրանցից մեկը շրջվեց եւ ասաց. «Դու ոչինչ չտեսար այսօր։ Եթե խոսես, դու եւ քո ընտանիքը կվտանգվեք»։ Հաջորդ օրը պահակը փորձեց պատմել իր հրամանատարին այն, ինչ տեսել էր։ Բայց հրամանատարը ընդհատեց նրան եւ ասաց. «Մոռացիր այդ գիշերը, դա հրաման է»։
35 տարի անց այդ պահակը դեռ չգիտի, թե ինչ էր այդ արկղներում, բայց նա հիշում է մի բան. մեկ շաբաթ հետո Կարեն Դեմիրճյանը սպանվեց։ Բայց ինչու էին այդ թունելները այդքան կարևոր։ Ինչու էին դրանք կառուցվել։ Եվ ամենակարևորը, ուր էին դրանք տանում։ Հին ճարտարապետական պլաններում, որոնք պահվում են Հայաստանի ազգային արխիվում, կան նշումներ այն մասին, որ խորհրդարանի շենքի տակ գոյություն ունեն 3 մակարդակի ստորգետնյա կառույցներ։ Առաջին մակարդակը տեխնիկական սենյակներ, երկրորդը պահեստներ, երրորդը հատուկ նպատակի տարածքներ։ Բայց պաշտոնական պլաններում չկա որևէ նշում այն թունելների մասին, որոնք կապում են այդ ստորգետնյա մակարդակները այլ շենքերի հետ։ Չկա որևէ նշում այն փախուստի ուղիների մասին, որոնք տանում են դեպի քաղաքից դուրս։ Չկա որևէ նշում այն գաղտնի սենյակների մասին, որտեղ պահվում էին ամենակարևոր փաստաթղթերը։ Բայց այդ թունելները գոյություն ունեին։ Եվ Կարեն Դեմիրճյանը գիտեր դրանց մասին։ Նրա անձնական օրագրում, որը գտնվեց նրա մահից հետո, կար մի նշում, որը սառեցնում է արյունը։ Այսօր ստուգեցի հին թունելները։ Դրանք դեռ գործում են։ Բայց ես նկատեցի, որ մեկ մուտքը փակված է նոր աղյուսներով։ Ո՞վ է արել դա։ Ինչու են փակել հենց այդ մուտքը, որը տանում է դեպի հյուսիս։ Ես պետք է իմանամ։ Այդ նշումը գրվել է 1999 թվականի հոկտեմբերի 15-ին, 12 օր նախքան նրա մահը։ Արդյոք նա փորձում էր գտնել ինչ-որ բան այդ թունելներում։ Արդյոք նա գիտեր, որ այնտեղ թաքնված է ինչ-որ գաղտնիք։ Նրա ամենամոտ խորհրդականներից մեկը հիշում է, թե ինչպես Դեմիրճյանը մի օր ասաց նրան. «Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, գնա այդ թունելներ։ Գտիր հյուսիսային մուտքը։ Այնտեղ աղյուսների հետևում կա մի փոքր սեյֆ։ Կոդը 17 ապրիլ 32։ Իմ ծննդյան օրը։ Այդ սեյֆում կա ամեն ինչ, ինչ դու պետք է իմանաս»։ Խորհրդականը հարցրեց. «Բայց ինչու եք դուք ինձ այս ասում հիմա»։ Դեմիրճյանը պատասխանեց. «Որովհետև ես զգում եմ, որ ժամանակը սպառվում է»։ Հոկտեմբերի 28-ին, մի օր հետո ողբերգությունից, այդ խորհրդականը գնաց թունելներ։ Նա գտավ հյուսիսային մուտքը։ Նա գտավ աղյուսները։ Բայց երբ նա սկսեց քանդել դրանք, նա տեսավ, որ սեյֆը բացված է։ Դատարկ է։ Ամեն ինչ վերցված է։ Ո՞վ էր եկել այնտեղ նրանից առաջ։ Ո՞վ գիտեր կոդը։ Ո՞վ գիտեր, թե որտեղ է այդ սեյֆը։ Եվ ամենակարևորը, ինչ էր այդ սեյֆում, որ այդքան կարևոր էր վերցնել այն անմիջապես հոկտեմբերի 27-ից հետո։ Խորհրդականը փորձեց պատմել ոստիկանությանը այն, ինչ գտել էր, բայց երբ նա տարավ նրանց թունելներ, հյուսիսային մուտքը փակված էր բետոնե պատով։ Նոր բետոնե պատով, որը դեռ չէր չորացել։ Ոստիկանները ասացին, որ այնտեղ երբեք չի եղել որևէ մուտք։ Ասացին, որ նա սխալվում է։ Ասացին, որ նա պետք է մոռանա այդ ամենը։ Եվ երբ նա շարունակեց պնդել, նրան սպառնացին։ Սպառնացին, որ եթե նա շարունակի խոսել, նա կհայտնվի բանտում։ Կամ ավելի վատ։ Բայց ինչու էր այդքան կարևոր թաքցնել այդ թունելները։ Ինչ էր այնտեղ, որ պետք է մնար գաղտնիք։ Եվ ամենակարևորը, արդյոք Դեմիրճյանի մահը կապված էր այն, ինչ նա գտել էր այդ թունելներում։ Մի նախկին շինարարական ինժեներ, ով աշխատել է խորհրդարանի շենքի վերանորոգման վրա 1998 թվականին, պատմում է մի բան, որը լույս է սփռում այս խորհրդավորության վրա։ Նա ասում է, որ երբ նրանք սկսեցին վերանորոգել ստորգետնյա հարկերը, նրանք գտան մի հին դուռ, որը չէր նշված որևէ պլանում, դուռ, որը փակված էր երկաթե փականով եւ կնքված էր հատուկ կնիքներով։ Երբ նրանք հարցրին իրենց վերադասներին այդ դռան մասին, նրանց ասացին, որ չբացեն այն։ Ասացին, որ դա հին պահեստ է, որը այլևս չի օգտագործվում, բայց ինժեները հետաքրքրված էր։ Մի գիշեր, երբ բոլորը գնացել էին տուն, նա վերադարձավ եւ բացեց այդ դուռը։ Դռան հետևում էր երկար միջանցք, որը իջնում էր խորը ներքև։ Միջանցքի վերջում էր մեկ այլ դուռ, եւ այդ դռան վրա էր մի տախտակ։ Հատուկ արխիվ, մուտքը արգելված է։ Ինժեները փորձեց բացել այդ դուռը, բայց այն կողպված էր։ Նա վերադարձավ հաջորդ օրը բերելով գործիքներ, բայց երբ նա հասավ այնտեղ, առաջին դուռը արդեն կնքված էր նոր կնիքներով, եւ նրա վերադասը կանչեց նրան եւ ասաց. «Դու այլևս չես աշխատի այս նախագծի վրա, դու տեղափոխվում ես այլ օբյեկտ»։ Ինժեները փորձեց բողոքել, բայց նրան ասացին, որ դա վերջնական որոշում է։ Ինչ էր այդ հատուկ արխիվում։ Ինչու էր այն այդքան գաղտնի։ Եվ ամենակարևորը, արդյոք Կարեն Դեմիրճյանը գիտեր այդ արխիվի մասին։ Նրա անձնական օրագրում կա մեկ այլ նշում, որը պատասխանում է այդ հարցին։ Այսօր ես գտա այն, ինչ փնտրում էի։ Հին արխիվը գոյություն ունի, եւ այնտեղ կան փաստաթղթեր, որոնք բացատրում են ամեն ինչ։ Փաստաթղթեր այն մասին, թե ինչպես են նրանք թալանել երկիրը։
Փաստաթղթեր այն մասին, թե որտեղ են գնացել այդ միլիարդները։ Փաստաթղթեր այն մասին, թե ովքեր են իսկական հանցագործները։ Ես պետք է հրապարակեմ դրանք։ Ես պետք է ցույց տամ ժողովրդին ճշմարտությունը։ Այդ նշումը գրվել է 1999 թվականի հոկտեմբերի 21-ին, 6 օր նախքան նրա մահը։ Արդյոք հենց այդ փաստաթղթերը դարձան նրա մահվան պատճառը։ Արդյոք նա գտավ ինչ-որ բան, որը այդքան վտանգավոր էր, որ նրան պետք է լռեցնել։ Մի նախկին արխիվիստ, ով աշխատել է խորհրդարանի արխիվում, պատմում է, որ հոկտեմբերի 28-ին, մի օր հետո ողբերգությունից, նրան հրամայեցին ոչնչացնել որոշակի փաստաթղթեր։ Փաստաթղթեր, որոնք վերաբերում էին ֆինանսական գործարքներին 1998 թվականից։ Փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս, թե ինչպես են պետական ընկերությունները վաճառվել անհավատալի ցածր գներով։ Փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս, թե ովքեր են եղել այդ գործարքների իսկական շահառուները։ Արխիվիստը հարցրեց. «Ինչու պետք է ոչնչացվեն այդ փաստաթղթերը»։ Նրան ասացին. «Դա հրաման է վերևից։ Մի հարցրու»։ Բայց արխիվիստը չէր ուզում ոչնչացնել այդ փաստաթղթերը։ Նա գիտեր, որ դրանք կարևոր են։ Նա գիտեր, որ դրանք պատմում են ճշմարտությունը։ Եվ այդպես նա արեց մի բան, որը կարող էր արժանալ նրա աշխատանքին, կամ նույնիսկ ավելին։ Նա պատճենեց այդ փաստաթղթերը։ Գաղտնի պատճենեց, երբ ոչ ոք չէր նայում։ Ապա նա ոչնչացրեց բնօրինակները, ինչպես հրամայվել էր, բայց պատճենները նա պահեց։ Պահեց տանը, թաքնված իր անձնական գրադարանի հետևում։ 35 տարի նա պահել է այդ փաստաթղթերը։ 35 տարի նա վախեցել է դրանք հրապարակել։ Բայց այսօր, երբ նա արդեն ծեր է, երբ նա զգում է, որ ժամանակը սպառվում է, նա պատրաստ է խոսել։ Այդ փաստաթղթերում կան անուններ։ Անուններ այն մարդկանց, ովքեր հարստացան պետական գույքի վաճառքից։ Անուններ այն մարդկանց, ովքեր ստացան միլիոնավոր դոլարներ գործարքներից, որոնք պետք է օգուտ բերեին ժողովրդին։ Անուններ այն մարդկանց, ովքեր կառուցեցին իրենց կայսրությունները Հայաստանի աղքատության վրա։ Եվ այդ անուններից շատերը դեռ ապրում են, շատերը դեռ իշխանության մեջ են, շատերը դեռ հարուստ են։ Արդյոք հենց այդ մարդիկը վախեցան, երբ Կարեն Դեմիրճյանը վերադարձավ իշխանություն։ Արդյոք հենց այդ մարդիկը գիտեին, որ նա գտել է այդ փաստաթղթերը։ Արդյոք հենց այդ մարդիկը որոշեցին, որ նա պետք է լռեցվի։ Բայց ով էր այն մարդը, ով իսկապես կազմակերպեց Դեմիրճյանի սպանությունը։ Պաշտոնական տարբերակը խոսում է մի խմբի մասին, որը ուզում էր տապալել իշխանությունը։ Բայց շատերը չեն հավատում այդ տարբերակին։ Շատերը հավատում են, որ կար մեկը, ով կանգնած էր այդ ամենի հետևում։ Մեկը, ով ուներ իշխանություն, ուներ միջոցներ, ուներ շահեր։ Մեկը, ով վախեցավ, որ Դեմիրճյանը կբացահայտի ճշմարտությունը։ Մեկը, ով որոշեց, որ ավելի լավ է սպանել մի մարդու, քան թույլ տալ, որ նա քանդի ամբողջ համակարգը։ Նրա ամենամոտ խորհրդականներից մեկը հիշում է մի զրույց, որը տեղի ունեցավ հոկտեմբերի սկզբին։ Դեմիրճյանը նստած էր իր գրասենյակում եւ ասաց. «Ես գիտեմ, թե ով է։ Ես գիտեմ, թե ով է, գիտեմ, թե ով է փորձում ինձ վախեցնել։ Ես գիտեմ, թե ով է ուղարկում այդ սպառնալիքները»։ Բայց նա չի հասկանում մի բան։ Ես չեմ վախենում նրանից։ Ես վախենում եմ միայն մի բանից, որ ես չեմ կարողանա ասել ճշմարտությունը, նախքան ուշ է լինում։ Խորհրդականը հարցրեց. «Բայց ով է այդ մարդը»։ Դեմիրճյանը նայեց նրան եւ ասաց. «Դու կիմանաս շուտով։ Բոլորը կիմանան շուտով»։ Բայց նա երբեք չասաց այդ անունը, որովհետեւ 3 շաբաթ հետո նա սպանվեց։ Արդյոք այդ անունը գրված էր այն փաստաթղթերում, որոնք Դեմիրճյանը գտել էր հատուկ արխիվում։ Արդյոք այդ անունը էր այն, ինչը նա պատրաստվում էր հրապարակել։ Արդյոք այդ անունը էր այն, ինչի համար նա պետք է մեռներ։ Մենք չգիտենք, բայց մենք գիտենք մի բան. Կարեն Դեմիրճյանը գիտեր ճշմարտությունը, եւ այդ ճշմարտությունը այդքան վտանգավոր էր, որ նրան պետք է լռեցնել։ Այդ ճշմարտությունը այդքան ուժեղ էր, որ նրա մահը դարձավ անխուսափելի։ Այդ ճշմարտությունը այդքան կարևոր էր, որ 35 տարի անց մենք դեռ փնտրում ենք այն։ Բայց թերևս ամենավտանգավոր ճշմարտությունը չէր այն, ինչ Դեմիրճյանը գտել էր արխիվում։ Թերևս ամենավտանգավոր ճշմարտությունը էր նրա ինքը, նրա կյանքը, նրա օրինակը, նրա ազնվությունը, որովհետև նա ցույց էր տալիս, որ կարելի է ապրել այլ կերպ, որ կարելի է լինել իշխանության մեջ եւ մնալ ազնիվ, որ կարելի է ունենալ հնարավորություններ եւ չօգտվել դրանցից անարդար կերպով։ Եվ այդ օրինակը վտանգավոր էր նրանց համար, ովքեր կառուցել էին իրենց կայսրությունները հենց անազնվության վրա։ Այդ օրինակը վտանգավոր էր նրանց համար, ովքեր ուզում էին, որ ժողովուրդը հավատա, թե կոռուպցիան անխուսափելի է։ Այդ օրինակը վտանգավոր էր նրանց համար, ովքեր վախենում էին, որ մարդիկ կսկսեն պահանջել նույն ազնվությունը իրենց ղեկավարներից։
Եվ այդպես նրանք որոշեցին ոչնչացնել այդ օրինակը։ Ոչնչացնել այն մարդուն, ով իր ամբողջ կյանքով ցույց էր տվել, որ կարելի է ապրել այլ կերպ։ Ոչնչացնել այն ձայնը, որը խոսում էր արդարության մասին։ Ոչնչացնել այն հույսը, որը Դեմիրճյանը ներկայացնում էր միլիոնավոր հայերի համար։ Հոկտեմբերի 27-ին նրանք դա արեցին։ Բայց արդյոք նրանք իսկապես հաջողեցին։ Արդյոք Դեմիրճյանի մահը իսկապես ոչնչացրեց նրա օրինակը։ Արդյոք նրա լռեցումը իսկապես դադարեցրեց նրա ձայնը։ 35 տարի անց պատասխանը պարզ է. ոչ։ Դեմիրճյանի ժառանգությունը ապրում է։ Ապրում է յուրաքանչյուր անգամ, երբ մենք հիշում ենք նրա անունը։ Ապրում է յուրաքանչյուր անգամ, երբ մենք պատմում ենք նրա պատմությունը։ Ապրում է յուրաքանչյուր անգամ, երբ մենք պահանջում ենք արդարություն։ Նրանք կարող էին սպանել մարդուն, բայց չկարողացան սպանել գաղափարը։ Չկարողացան սպանել այն հավատը, որ ազնվությունը հնարավոր է։ Չկարողացան սպանել այն հույսը, որ մի օր արդարությունը կհաղթի։ Բայց մենք դեռ պարտական ենք հարցեր տալ. ո՞վ էր իսկապես կազմակերպել Դեմիրճյանի սպանությունը։ Ինչ էր այն ճշմարտությունը, որը նա գտել էր հատուկ արխիվում։ Որտեղ են այն փաստաթղթերը, որոնք նա պատրաստվում էր հրապարակել։ Ո՞վ վերցրեց դրանք այն գաղտնի սեյֆից։ Եվ ամենակարևորը, արդյոք մենք երբևէ կիմանանք ամբողջ ճշմարտությունը։ Սրանք են այն հարցերը, որոնք մնում են առանց պատասխանի։ Սրանք են այն հարցերը, որոնք պահանջում են քննություն։ Սրանք են այն հարցերը, որոնց պատասխանները Հայաստանի ժողովուրդը արժանի է իմանալ։ Երբ Կարեն Դեմիրճյանը վերջին անգամ նայեց երկնքին հոկտեմբերի 27-ի առավոտյան, նա գիտեր արդյոք, որ դա կլինի նրա վերջին օրը։ Երբ նա մտավ խորհրդարան, նա զգում էր արդյոք, որ նա երբեք այլևս չի դուրս գա այնտեղից։ Երբ նա նստեց իր տեղում, նա մտածում էր արդյոք այն մասին, թե ինչ է թողնում իր հետևում։ Մենք երբեք չենք իմանա այդ հարցերի պատասխանները։ Բայց մենք գիտենք մի բան. Կարեն Դեմիրճյանը ապրեց այնպես, ինչպես համարում էր ճիշտ։ Նա պայքարեց այն բանի համար, ինչը համարում էր արդար, ոտ մեր արդար։ Եվ նա մեռավ, պաշտպանելով այն արժեքները, որոնց հավատում էր։ Արդյոք կա ավելի մեծ ժառանգություն, քան սա։ 1978 թվականից մինչև 1999 Կարեն Դեմիրճյանի առողջությունը դարձավ պետական գաղտնիք։ Ոչ թե որովհետև նա ուներ որևէ լուրջ հիվանդություն, որը կարող էր վտանգել նրա կյանքը, այլ որովհետև նույնիսկ ամենափոքր թուլությունը, ամենափոքր ցավը, ամենափոքր հոգնածությունը կարող էին ցույց տալ, որ նա մարդ է։ Եվ համակարգը չէր ուզում, որ ղեկավարները թվան մարդիկ։ Համակարգը ուզում էր, որ նրանք թվան անմահ, անխոցելի, անսխալական։ Բայց Դեմիրճյանը մարդ էր, եւ նրա մարմինը, ինչպես ցանկացած մարդու մարմինը, սկսեց հոգնել տարիների ընթացքում։ Նրա անձնական բժիշկը, ով ծառայել է նրան 14 տարի, հիշում է, թե ինչպես Դեմիրճյանը մերժում էր ընդունել դեղեր։ Ես չեմ ուզում դառնալ կախված դեղերից, ասում էր նա։ Ես տեսել եմ, թե ինչպես են այլ ղեկավարները դառնում դեղերի ստրուկներ։ Տեսել եմ, թե ինչպես են նրանք ամեն առավոտ սկսում 10 դեղահատով։ Տեսել եմ, թե ինչպես են նրանք դողում, երբ մոռանում են վերցնել իրենց դեղերը։ Ես չեմ ուզում լինել այդպես։ Բժիշկը փորձում էր բացատրել, որ որոշ դեղեր անհրաժեշտ են, որ նրա արյան ճնշումը բարձր է, որ նա պետք է հոգ տանի իր առողջության մասին։ Բայց Դեմիրճյանը պնդում էր. Իմ առողջությունը կախված է ոչ թե դեղերից, այլ այն բանից, թե ինչպես եմ ես ապրում։ Եթե ես ապրում եմ ազնիվ կերպով, եթե ես քնում եմ հանգիստ գիշերները, եթե ես գիտեմ, որ չեմ դավաճանել ոչ ոքի, ապա իմ առողջությունը կլինի լավ։ Բայց 1988 թվականից սկսած բժիշկը նկատեց փոփոխություններ։ Դեմիրճյանը սկսեց ավելի հաճախ գանգատվել գլխացավից, սկսեց ավելի հիհաճախ զգալ հոգնածություն, սկսեց ավելի դժվարությամբ քնել գիշերները։ Բժիշկը կատարեց հետազոտություններ եւ գտավ, որ Դեմիրճյանի արյան ճնշումը բարձրացել է։ Ոչ թե վտանգավոր մակարդակի, բայց բավականաչափ, որ անհանգստանալ։ Նա նշանակեց դեղեր, բայց Դեմիրճյանը մերժեց դրանք։ Իմ արյան ճնշումը բարձր է, որովհետև ես տեսնում եմ, թե ինչ է կատարվում երկրի հետ, ասաց նա։ Երբ ամեն ինչ կարգավորվի, իմ ճնշումը կնորմալանա։ Բայց ամեն ինչ չկարգավորվեց, հակառակը, իրավիճակը վատթարացավ։ 1998 թվականին, երբ Սովետական միությունը քանդվում էր, երբ Հայաստանը դառնում էր անկախ, երբ հին համակարգը փլատակվում էր, Դեմիրճյանի առողջությունը սկսեց լուրջ վատթարանալ։ Նրա բժիշկը հիշում է մի գիշեր, երբ Դեմիրճյանը զանգահարեց նրան ժամը 3-ին։ Ես չեմ կարող շնչել, ասաց նա։ Բժիշկը անմիջապես եկավ եւ տեսավ, որ Դեմիրճյանը նստած է իր անկողնում, ձեռքերը սեղմած կրծքին, դեմքը գունատ։ Դա էր սրտի նոպա։ Ոչ թե սրտի կաթված, բայց բավականաչափ լուրջ, որ վախենալ։
Բժիշկը տարավ նրան հիվանդանոց։ Բայց Դեմիրճյանը պահանջեց, որ ոչ ոք չիմանա այդ մասին։ Եթե մարդիկ իմանան, որ ես հիվանդ եմ, նրանք կսկսեն մտածել, որ ես թույլ եմ, ասաց նա։ Եվ եթե նրանք մտածեն, որ ես թույլ եմ, ապա ես կորցնեմ իմ ազդեցությունը։ Եվ այդպես նրա հիվանդությունը մնաց գաղտնիք։ Նույնիսկ նրա ընտանիքը չգիտեր ամբողջ ճշմարտությունը։ Միայն բժիշկը գիտեր, թե որքան լուրջ էր իրավիճակը։ Միայն բժիշկը գիտեր, որ Դեմիրճյանի սիրտը հոգնած էր։ Հոգնած էր տարիների պայքարից, հոգնած էր անընդհատ լարվածությունից, հոգնած էր այն ծանրությունից, որը նա կրում էր իր ուսերին։ Բայց Դեմիրճյանը չդադարեց։ Նա շարունակեց աշխատել, շարունակեց պայքարել, շարունակեց հույս տալ մարդկանց։ Նույնիսկ երբ նրա մարմինը աղաչում էր հանգստի համար, նա շարունակեց։ Նույնիսկ երբ նրա սիրտը ցավում էր, նա շարունակեց։ Նույնիսկ երբ նրա բժիշկը աղաչում էր նրան դանդաղեցնել, նա շարունակեց։ Ես չունեմ ժամանակ հանգստի համար, ասում էր նա։ Ես տեսնում եմ, թե ինչ է կատարվում երկրիս հետ։ Ես տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ տառապում։ Ինչպես կարող եմ ես հանգստանալ, երբ նրանք տառապում են։ 1998 թվականին Դեմիրճյանի բժիշկը գրեց մի գաղտնի զեկույց։ Զեկույց, որը երբեք չհրապարակվեց, բայց որը պահվում է բժշկական արխիվում։ Այդ զեկույցում նա գրեց. Հիվանդի ֆիզիկական վիճակը շարունակում է վատթարանալ։ Նրա սիրտը թույլացել է։ Նրա արյան ճնշումը անկայուն է։ Նրա նյարդային համակարգը սպառված է։ Ես խորհուրդ եմ տալիս անմիջական հանգիստ եւ բուժում։ Եթե հիվանդը շարունակի այս տեմպերով, նրա առողջությունը լուրջ վտանգի տակ է։ Բայց այդ զեկույցը անտեսվեց։ Դեմիրճյանը մերժեց հանգստանալ, եւ նրա շրջապատը չպարտադրեց նրան, որովհետեւ նրանք գիտեին, որ նա չի լսի։ 1999 թվականին, երբ Դեմիրճյանը վերադարձավ իշխանություն, նրա բժիշկը տեսավ, որ նրա վիճակը դարձել է ավելի վատ։ Դեմիրճյանը նիհարել էր։ Նրա դեմքը գունատ էր։ Նրա ձեռքերը դողում էին, երբ նա գրում էր։ Նրա ձայնը թույլացել էր։ Բժիշկը փորձեց կրկին համոզել նրան, որ նա պետք է հոգ տանի իր առողջության մասին, բայց Դեմիրճյանը ժպտաց եւ ասաց. Ես գիտեմ, որ իմ ժամանակը սպառվում է, բայց ես դեռ ունեմ աշխատանք, որը պետք է ավարտեմ։ Երբ ես ավարտեմ այդ աշխատանքը, ապա ես կհանգստանամ, բայց ոչ մինչև այդ։ Հոկտեմբերի 26-ին, մի օր նախքան ողբերգությունը, Դեմիրճյանի բժիշկը վերջին անգամ զննեց նրան։ Նա չափեց նրա արյան ճնշումը եւ տեսավ, որ այն շատ բարձր է։ Նա լսեց նրա սիրտը եւ լսեց անկանոն զարկերակ։ Նա նայեց նրա աչքերին եւ տեսավ հոգնածություն։ Նա ասաց. Կարեն Սերոբի, դուք պետք է հանգստանաք։ Ձեր սիրտը չի դիմանա այս լարվածությանը։ Դեմիրճյանը նայեց նրան եւ ասաց. Իմ սիրտը դիմացել է ավելի վատ բաներին։ Այն կդիմանա դեռ մի քիչ։ Դա եղավ նրանց վերջին խոսակցությունը։ Հաջորդ օրը Դեմիրճյանը մահացավ, բայց ոչ թե սրտի կաթվածից։ Նա մահացավ կրակոցներից։ Արդյոք նրա թույլացած սիրտը դարձավ նաև խորհրդանիշ։ Խորհրդանիշ այն մարդու, ով տվեց իր ամբողջ ուժը, իր ամբողջ էներգիան, իր ամբողջ կյանքը իր ժողովրդին, ով չխնայեց իր առողջությունը, երբ տեսավ, որ նրա ժողովուրդը տառապում է, ով շարունակեց պայքարել, նույնիսկ երբ նրա մարմինը աղաչում էր դադարեցնել։ Արդյոք կա ավելի մեծ սեր դեպի ժողովուրդը, քան սա։ Արդյոք կա ավելի մեծ նվիրվածություն, քան սա։ Արդյոք կա ավելի մեծ զոհողություն, քան սա։ Երբ Կարեն Դեմիրճյանը ընկավ հոկտեմբերի 27-ին, երբ կրակոցները լռեցին, երբ նրա սիրտը դադարեց զարկել, նրա վերջին մտքերը ինչ էին։ Արդյոք նա մտածում էր իր ընտանիքի մասին։ Արդյոք նա մտածում էր իր ժողովրդի մասին։ Արդյոք նա մտածում էր այն ճշմարտության մասին, որը երբեք չհասցրեց պատմել։ Մենք երբեք չենք իմանա։ Բայց մենք գիտենք մի բան. նրա սիրտը, որը հոգնած էր, որը թույլացած էր, որը տառապում էր, այդ սիրտը զարկում էր մինչև վերջ արդարության համար։ Եվ երբ այն դադարեց զարկել, այն դադարեց ոչ թե հոգնածությունից, այլ բռնությունից, ոչ թե հիվանդությունից, այլ սպանությունից, ոչ թե թուլությունից, այլ չարությունից։ Արդյոք Կարեն Դեմիրճյանի ֆիզիկական թուլությունը դարձավ նաև նրա ուժը, որովհետև նա ցույց տվեց, որ նույնիսկ երբ մարմինը հոգնած է, հոգին կարող է մնալ ուժեղ։ Նույնիսկ երբ սիրտը թույլացած է, կամքը կարող է մնալ անկոտրում։ Նույնիսկ երբ առողջությունը վատթարանում է, սկզբունքները կարող են մնալ անփոփոխ։ Եվ թերևս դա է ամենակարևոր դասը, որը Դեմիրճյանի կյանքը մեզ տալիս է։ Ոչ թե այն, որ նա ուժեղ էր, այլ այն, որ նա մնաց ուժեղ նույնիսկ երբ թույլացավ։ Ոչ թե այն, որ նա առողջ էր, այլ այն, որ նա շարունակեց պայքարել, նույնիսկ երբ հիվանդացավ։ Ոչ թե այն, որ նա անմահ էր, այլ այն, որ նա ապրեց այնպես, որ նրա ժառանգությունը դարձավ անմահ։
Առաջին անգամ 35 տարվա ընթացքում այն մարդը, ով պատասխանատու էր Կարեն Դեմիրճյանի անձնական անվտանգության համար, համաձայնվում է խոսել տեսախցիկների առջև։ Այն, ինչ նա մեզ պատմում է վերջին շաբաթների մասին, կշրջի այն ամենը, ինչ դուք կարծում էիք, որ գիտեք։ Մենք կլսենք անձնական զրույցների մասին Նիկոլայի եւ նրա ամենամոտ խորհրդականների միջև, կիմանանք հուսահատ փախուստի պլանների մասին, կհասկանանք այն պահը, երբ նրանք գիտակցեցին, որ ամեն ինչ ավարտվել է։ Բացառիկ վկայություն, որը ձեզ կպահի լարվածության մեջ մինչև վերջ։ Բայց ինչու հենց հիմա։ Ինչու է այս մարդը, ով 35 տարի պահել է լռությունը, վերջապես որոշել բացել բերանը։ Ինչ է փոխվել։ Ինչ է նրան ստիպել խոսել այն ժամանակ, երբ շատերը դեռ վախենում են նույնիսկ Դեմիրճյանի անունը հիշատակել։ Եվ ամենակարևորը, ինչ է նա վախենում, որ կարող է պատահել, եթե այս ճշմարտությունը չասվի հենց հիմա, քանի դեռ ուշ չէ։ Այդ մարդը, Վարդան Գրիգորյանը, ծառայել է Դեմիրճյանի անձնական պահակազորում 1998 թվականից մինչև 1999։ Նա եղել է այն մարդկանցից մեկը, ովքեր տեսել են Դեմիրճյանին ամեն օր, ովքեր լսել են նրա խոսքերը, ովքեր զգացել են նրա անհանգստությունը։ Եվ այսօր, նստած մութ սենյակում, դեմքը մասամբ ստվերների մեջ, նա պատմում է այն, ինչ երբեք չի պատմել ոչ ոքի։ Նրա ձայնը դողում է, երբ նա սկսում է խոսել։ 1999 թվականի օգոստոսին Կարեն Սերոբին կանչեց ինձ իր գրասենյակ։ Դա էր առաջին անգամը, երբ նա խոսեց ինձ հետ ոչ թե որպես պահակի հետ, այլ որպես մարդու հետ։ Նա ասաց. «Վարդան, ես ուզում եմ, որ դու իմանաս մի բան։ Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, դու պետք է պատմես ճշմարտությունը։ Ոչ թե այն ճշմարտությունը, որը նրանք կասեն, այլ իսկական ճշմարտությունը»։ Վարդանը դադար է առնում, նրա աչքերը խոնավանում են։ Ես հարցրի. «Ինչու եք դուք այսպես խոսում»։ Նա նայեց ինձ այնպիսի հայացքով, որը ես երբեք չեմ մոռանա։ Այնտեղ էր վախ, բայց նաև որոշականություն։ Նա ասաց. «Որովհետև ես գիտեմ, որ նրանք չեն դադարի։ Ես գտել եմ այն, ինչ նրանք ուզում էին թաքցնել։ Ես տեսել եմ փաստաթղթերը, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են նրանք թալանել երկիրը։ Ես գիտեմ անունները, գիտեմ գումարները, գիտեմ ամեն ինչ։ Եվ նրանք գիտեն, որ ես գիտեմ։ Դրա համար նրանք կփորձեն ինձ լռեցնել»։ Վարդանը շարունակում է. «Ես փորձեցի ասել նրան, որ մենք կպաշտպանենք նրան, որ մենք չենք թույլ տա, որ ինչ-որ բան պատահի։ Բայց նա ցնցեց գլուխը եւ ասաց. «Դուք չեք կարող պաշտպանել ինձ այն մարդկանցից, ովքեր ունեն ամբողջ համակարգը իրենց ձեռքերում։ Բայց դուք կարող եք անել մի բան՝ հիշել ճշմարտությունը եւ պատմել այն, երբ ժամանակը գա»։ Այդ օրից սկսած Վարդանը սկսեց նկատել տարօրինակը բաներ։ Մարդիկ, ովքեր երբեք նախկինում չէին եկել խորհրդարան, հանկարծ սկսեցին հայտնվել այնտեղ։ Մարդիկ, ովքեր չունեին որևէ պաշտոնական պատճառ լինելու այնտեղ, բայց ովքեր ազատ շրջում էին միջանցքներով։ Մարդիկ, ովքեր հարցնում էին տարօրինակ հարցեր. «Ո՞ր ժամին է գալիս Դեմիրճյանը, ո՞ր ճանապարհով է նա երթևեկում, ո՞ր սենյակում է նա ամենաշատ ժամանակ անցկացնում»։ Վարդանը զեկուցեց այդ մասին իր վերադասներին, բայց նրանք ասացին, որ նա չափազանց անհանգիստ է, որ այդ մարդիկ պարզապես այցելուներ են։ Բայց Վարդանը գիտեր, որ ինչ-որ բան սխալ է։ Նա զգում էր դա իր ոսկորներում։ Սեպտեմբերի վերջերին Վարդանը տեսավ մի բան, որը հաստատեց նրա վախերը։ Ուշ երեկոյան, երբ խորհրդարանը գրեթե դատարկ էր, նա տեսավ երկու մարդկանց, ովքեր դուրս էին գալիս Դեմիրճյանի գրասենյակից։ Բայց Դեմիրճյանը այդ ժամանակ այնտեղ չէր։ Նա գնացել էր տուն մի ժամ առաջ։ Վարդանը մոտեցավ այդ մարդկանց եւ հարցրեց. «Ինչ են նրանք անում այնտեղ»։ Նրանցից մեկը ցույց տվեց մի փաստաթուղթ եւ ասաց. «Մենք տեխնիկական ծառայությունից ենք, ստուգում ենք էլեկտրական համակարգերը»։ Բայց Վարդանը նկատեց մի բան. այդ մարդիկ չունեին գործիքներ, չունեին այն սարքավորումները, որոնք անհրաժեշտ են էլեկտրական համակարգերը ստուգելու համար։ Նրանք պարզապես ունեին մի փոքր պայուսակ, որը կարող էր պարունակել ցանկացած բան։ Վարդանը անմիջապես գնաց Դեմիրճյանի գրասենյակ եւ ստուգեց ամեն ինչ։ Նա չգտավ ոչինչ անսովոր։ Բայց հաջորդ օրը, երբ Դեմիրճյանը եկավ աշխատանքի, Վարդանը պատմեց նրան այն, ինչ տեսել էր։ Դեմիրճյանը լուրջ դարձավ։ Նա ասաց. «Վարդան, ես ուզում եմ, որ դու անես ինձ մի ծառայություն։ Ամեն օր, նախքան ես մտնեմ իմ գրասենյակ, ստուգիր ամեն ինչ։ Ստուգիր հեռախոսը, ստուգիր լամպերը, ստուգիր նույնիսկ գրքիր նույնիսկ գրիչները։ Ես գիտեմ, որ դա թվում է պարանոյա, բայց ես նախընտրում եմ լինել պարանոիկ եւ ապրել, քան լինել անզգույշ եւ մեռնել»։ Վարդանը սկսեց անել այն, ինչ Դեմիրճյանը խնդրել էր։ Եվ մի օր նա գտավ մի բան։ Հոկտեմբերի սկզբին, երբ Վարդանը ստուգում էր Դեմիրճյանի գրասեղանը, նա նկատեց, որ հեռախոսի լարը փոխված է։ Դա նոր լար էր, որը տարբերվում էր հին լարից։
Վարդանը վերցրեց այդ լարը եւ տարավ տեխնիկական ծառայություն։ Այնտեղ նրան ասացին, որ այդ լարի մեջ կա փոքր սարք, որը կարող է գրանցել բոլոր զրույցները։ լսարան։ Ինչ որ մեկը տեղադրել էր լսարան Դեմիրճանի հեռախոսում։ Վարդանը անմիջապես գնաց Դեմիրճանի մոտ եւ ցույց տվեց նրան այդ սարքը։ Դեմիրճանը նայեց դրան երկար ժամանակ, ապա ասաց. «Հիմա նրանք գիտեն ամեն ինչ, ինչ ես ասել եմ այս հեռախոսով։ Նրանք գիտեն, թե ում հետ եմ ես խոսել, ինչի մասին եմ ես խոսել, ինչ եմ ես պլանավորել։ Նրանք գիտեն ամեն ինչ»։ Բայց Դեմիրճանը չդադարեց։ Նա շարունակեց իր աշխատանքը, շարունակեց իր պայքարը, նակեց իր պայքարը, շարունակեց հավաքել ապացույցներ։ Վարդանը հիշում է, թե ինչպես Դեմիրճանը մի օր ասաց նրան. «Նրանք կարծում են, որ եթե լսում են ինձ, ապա նրանք վերահսկում են ինձ։ Բայց նրանք չեն հասկանում մի բան։ Ես արդեն գտել եմ այն, ինչ փնտրում էի։ Ես արդեն ունեմ ապացույցները, եւ շուտով ամբողջ աշխարհը կիմանա ճշմարտությունը»։ Բայց այդ շուտով երբեք չեկավ, որովհետև հոկտեմբերի 27-ին Կարեն Դեմիրճյանը սպանվեց, եւ այն ապացույցները, որոնց մասին նա խոսում էր, երբեք չգտնվեցին։ Վարդանը լռում է երկար ժամանակ, ապա շարունակում է. Հոկտեմբերի 26-ին մի օր նախքան ողբերգությունը Կարեն Սերոբին կանչեց ինձ վերջին անգամ։ Նա տվեց ինձ մի փոքր ծրար եւ ասաց. «Պահիր սա։ Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, բացիր այն եւ կիմանաս, թե ինչ պետք է անես։ Բայց մի բացիր այն մինչեւ այդ պահը»։ Ես վերցրի այդ ծրարը եւ խոստացա, որ կպահեմ այն։ Հաջորդ օրը նա մահացավ, եւ ես բացեցի այդ ծրարը։ Վարդանը հանում է իր գրպանից մի հին դեղնած թուղթ։ Սա է այն, ինչ կար այդ ծրարում։ Նամակ, որը Կարեն Սերոբին գրել էր ինձ համար։ Նամակ, որը բացատրում է ամեն ինչ։ Նա սկսում է կարդալ, նրա ձայնը դողում է յուրաքանչյուր բառի հետ։ Վարդան, եթե դու կարդում ես սա, նշանակում է ես այլևս չեմ։ Ես գիտեի, որ այսօրը կգա։ Ես տեսնում էի, թե ինչպես են նրանք փակվում իմ շուրջը։ Ես զգում էի, թե ինչպես է ժամանակը սպառվում, բայց ես չվախեցա։ Ես արեցի այն, ինչ պետք է անեի։ Ես գտա ճշմարտությունը, եւ այժմ այդ ճշմարտությունը քո ձեռքերում է։ Խորհրդարանի ստորգետնյա հարկում, հյուսիսային թունելում կա մի սեյֆ։ Կոդը 17, ապրիլ 32։ Այնտեղ կգտնես ամեն ինչ՝ փաստաթղթերը, անունները, գումարները։ Ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է, որպեսզի ճշմարտությունը բացահայտվի։ Բայց զգույշ եղիր։ Նրանք, ովքեր սպանեցին ինձ, չեն դադարի։ Նրանք կփորձեն գտնել այդ փաստաթղթերը։ Նրանք կփորձեն ոչնչացնել դրանք։ Դու պետք է լինես ավելի արագ նրանցից։ Դու պետք է վերցնես այդ փաստաթղթերը եւ պահես դրանք այնտեղ, որտեղ նրանք երբեք չեն գտնի։ Եվ երբ ժամանակը գա, երբ Հայաստանը պատրաստ լինի լսել ճշմարտությունը, դու պետք է հրապարակես դրանք։ Սա է իմ վերջին խնդրանքը քեզ։ Սա է իմ վերջին հույսը։ Վարդանը ավարտում է կարդալ եւ նայում է տեսախցիկին։ Ես գնացի այդ թունելներ հոկտեմբերի 28-ին։ Ես գտա այդ սեյֆը, բայց երբ ես բացեցի այն դատարկ էր։ Ինչ որ մեկը եկել էր այնտեղ ինձնից առաջ։ Ինչ որ մեկը գիտեր կոդը։ Ինչ որ մեկը վերցրել էր այն ամենը, ինչ Կարեն Սերոբին թողել էր այնտեղ։ Նա դադար է առնում, նրա աչքերը լցվում են արցունքներով։ 35 տարի ես ապրել եմ այդ մեղքի հետ։ 35 տարի ես մեղադրել եմ ինձ, որ չկարողացա պաշտպանել նրան։ 35 տարի ես փնտրել եմ այդ փաստաթղթերը, բայց երբեք չգտա։ Եվ այժմ, Երբ ես ծեր եմ, երբ իմ օրերը հաշված են, ես ուզում եմ, որ աշխարհը իմանա ճշմարտությունը։ Կարեն Դեմիրճյանը չսպանվեց պատահականորեն։ Նա սպանվեց, որովհետև գտել էր ինչ-որ բան։ Ինչ-որ բան, որը այդքան վտանգավոր էր, որ նրան պետք է լռեցնել։ Արդյոք Վարդանի պատմությունը ճշմարտություն է։ Արդյոք իսկապես կային այդ փաստաթղթերը։ Արդյոք իսկապես Դեմիրճյանը գտել էր ինչ-որ բան, որը կարող էր փոխել ամեն ինչ։ Մենք չունենք ապացույցներ։ Մենք ունենք միայն մի ծեր մարդու վկայությունը։ Բայց երբ նայում ես նրա աչքերին, երբ լսում ես նրա ձայնի դողը, երբ տեսնում ես նրա արցունքները, դժվար է չհավատալ։ Դժվար է չհավատալ, որ Կարեն Դեմիրճյանի մահը եղավ ավելին, քան պարզապես ողբերգական պատահար։ Դժվար է չհավատալ, որ այնտեղ կար պլան, կար նպատակ, կար պատճառ։ Եվ այդ պատճառը կապված էր այն ճշմարտության հետ, որը Դեմիրճյանը փորձում էր բացահայտել։ Բայց ով էր այն մարդը, ով գնաց այդ թունելներ Վարդանից առաջ։ Ով գիտեր կոդը։ Ով վերցրեց այդ փաստաթղթերը։ Եվ ամենակարևորը, որտեղ են այդ փաստաթղթերը հիմա։ Արդյոք դրանք ոչնչացվել են։ Արդյոք դրանք թաքնված են ինչ-որտեղ։ Արդյոք դրանք դեռ գոյություն ունեն։ Սրանք են այն հարցերը, որոնց պատասխանները մենք պետք է գտնենք։ Սրանք են այն հարցերը, որոնք պահանջում են քննություն։
Սրանք են այն հարցերը, որոնց պատասխանները Հայաստանի ժողովուրդը արժանի է իմանալ։ Որովհետև եթե այդ փաստաթղթերը իսկապես գոյություն ունեին, եթե դրանք իսկապես ցույց էին տալիս, թե ինչպես են թալանել երկիրը, ապա դրանց բացահայտումը կարող է փոխել ամեն ինչ։ Կարող է բերել արդարություն, կարող է պատժել մեղավորներին, կարող է վերականգնել Դեմիրճյանի պատիվը։ Պատկերացրեք մի սև ցուցակ, որը գրված է ձեռքով։ Ոչ թե գնումների ցուցակ, այլ վերացման ցուցակ։ 15 անուն, գեներալների եւ մոտ մարդկանց, ովքեր պետք է վերացվեին տոների հետո։ Այս թղթի կտորը բացատրում է ամեն ինչ։ Երբ գեներալները տեսան այդ ցուցակը, նրանք հասկացան կամ նա, կամ մենք։ Արդյոք նրանց դավաճանությունը եղավ հերոսություն, թե պարզապես հուսահատ պայքար ապրելու համար։ 1999 թվականի հոկտեմբերի սկզբին, երբ Կարեն Դեմիրճյանը արդեն էր ազգային ժողովի նախագահ, երբ նա արդեն սկսել էր իր բարեփոխումները, երբ նա արդեն սկսել էր քննել այն գործարքները, որոնք տեղի էին ունեցել նախորդ տարիներին, մի խումբ մարդիկ սկսեցին անհանգստանալ։ Շատ անհանգստանալ։ Այդ մարդիկ չէին պարզ քաղաքացիներ։ Նրանք էին այն մարդիկը, ովքեր հարստացել էին անկախության առաջին տարիներին, ովքեր գնել էին պետական ձեռնարկություններ անհավատալի ցածր գներով, ովքեր ստեղծել էին մենաշնորհներ այն ոլորտներում, որոնք նախկինում պատկանում էին պետությանը, ովքեր կառուցել էին իրենց կայսրությունները Հայաստանի աղքատության վրա։ Եվ այժմ Դեմիրճյանը սկսում էր հարցեր տալ, սկսում էր պահանջել հաշվետվություններ, սկսում էր քննել այն գործարքները, որոնք նախկինում համարվում էին անդրսահմանելի։ Եվ այդ մարդիկ գիտեին, որ եթե Դեմիրճյանը շարունակի, ապա նրանց ամբողջ կայսրությունը կքանդվի։ Նրանցից մեկը, նախկին նախարար, ով այժմ ապրում է արտերկրում եւ խոսում է անանուն պայմանով, պատմում է. Սեպտեմբերի վերջերին մենք հավաքվեցինք։ Մենք, այսինքն այն մարդիկ, ովքեր ունեին ամենաշատը կորցնելու բան։ Մենք քննարկեցինք իրավիճակը, եւ մենք հասկացանք, որ Դեմիրճյանը չի դադարի։ Նա չէր այն մարդը, ում կարելի էր գնել։ Նա չէր այն մարդը, ում կարելի էր վախեցնել։ Նա էր այն մարդը, ով պատրաստ էր գնալ մինչև վերջ։ Եվ մենք հասկացանք, որ եթե նա գնա մինչև վերջ, ապա մենք բոլորս կավարտվենք բանտում, կամ ավելի վատ։ Այդ հանդիպման ժամանակ ինչ-որ մեկը առաջարկեց լուծում։ Լուծում, որը շոկեց բոլորին, բայց որը նաև ստվաց միակ ելքը։ Մենք պետք է ազատվենք նրանից, ասաց այդ մարդը։ Մենք պետք է ազատվենք նրանից նախքան նա ազատվի մեզնից։ Սկզբում բոլորը լռեցին։ Ոչ ոք չուզում էր հավատալ, որ նրանք քննարկում են սպանություն, բայց ապա մեկ այլ մարդ ասաց. Նա ճիշտ է, մենք չունենք այլ ընտրություն, կամ նա, կամ մենք։ Եվ դանդաղ, մեկ առ մեկ բոլորը սկսեցին համաձայնվել։ Ոչ թե որովհետև նրանք ուզում էին սպանել Դեմիրճյանին, այլ որովհետև նրանք վախենում էին կորցնել այն ամենը, ինչ ունեին։ Բայց ով էր այն մարդը, ով առաջարկեց այդ լուծումը։ Ով էր այն մարդը, ով համոզեց մյուսներին։ Ով էր այն մարդը, ով կազմակերպեց ամեն ինչ։ Նախկին նախարարը լռում է երկար ժամանակ, ապա ասում է. Ես չեմ կարող ասել անունը, ես դեռ վախենում եմ, բայց ես կարող եմ ասել սա. այդ մարդը դեռ ապրում է, այդ մարդը դեռ իշխանության մեջ է, այդ մարդը դեռ հարուստ է, եւ այդ մարդը երբեք չի պատժվել իր արածի համար։ Նա դադար է առնում, ապա շարունակում է. բայց ես կարող եմ ասել եւս մի բան. այդ մարդը չէր միակը, կային ուրիշներ, շատ ուրիշներ, մարդիկ, ովքեր գիտեին, թե ինչ է պլանավորվում, մարդիկ, ովքեր օգնեցին կազմակերպել, մարդիկ, ովքեր ապահովեցին, որ ամեն ինչ անցնի հարթ։ Արդյոք այդ մարդիկը դեռ ապրում են։ Արդյոք նրանք դեռ իշխանության մեջ են։ Արդյոք նրանք դեռ վայելում են այն հարստությունը, որը ստեղծել են Հայաստանի թալանի վրա։ Եվ ամենակարևորը, արդյոք նրանք երբևէ կպատժվեն իրենց արածի համար։ Սրանք են այն հարցերը, որոնք պահանջում են պատասխան։ Սրանք են այն հարցերը, որոնք չեն կարող մնալ առանց պատասխանի։ Որովհետև եթե այդ մարդիկը չպատժվեն, եթե նրանք շարունակեն ապրել իրենց շքեղ կյանքով, մինչդեռ Կարեն Դեմիրճյանի ընտանիքը դեռ սգում է, ապա դա նշանակում է, որ արդարություն չկա։ Դա նշանակում է, որ ճշմարտությունը պարտվել է։ Դա նշանակում է, որ չարությունը հաղթել է։ Բայց թերևս ամենավտանգավոր հարցը չէ այն, թե ով կազմակերպեց Դեմիրճյանի սպանությունը։ Թերևս ամենավտանգավոր հարցը այն է. ինչու։ Ինչու էր Դեմիրճյանը այդքան վտանգավոր նրանց համար։ Ինչ էր նա գտել, որ այդքան սարսափելի էր։ Ինչ էր նա պատրաստվում բացահայտել, որ պետք է լռեցվեր ցանկացած գնով։ Եվ ամենակարևորը, արդյոք այդ ճշմարտությունը դեռ թաքնված է ինչ-որտեղ։ Արդյոք այն դեռ սպասում է, որ ինչ-որ մեկը գտնի այն։ Արդյոք այն դեռ կարող է փոխել ամեն ինչ։ Մի նախկին արխիվիստ, ով պահպանել է այն փաստաթղթերի պատճենները, որոնք հրամայվել էր ոչնչացնել հոկտեմբերի 28-ին, պատմում է. Այդ փաստաթղթերում կան անուններ։
Անուններ այն մարդկանց, ովքեր գնեցին պետական ձեռնարկություններ 1998 թվականից մինչև 1999։ Անուններ այն մարդկանց, ովքեր վճարեցին միլիոնավոր դոլարներ պակաս, քան այդ ձեռնարկությունների իրական արժեքը։ Անուններ այն մարդկանց, ովքեր ստացան այդ գումարները որպես միջնորդավճար։ Եվ այդ անուններից շատերը դեռ ապրում են, շատերը դեռ իշխանության մեջ են, շատերը դեռ հարուստ են։ Նա դադար է առնում, ապա շարունակում է. Բայց ամենաշոկային բանը չէ այդ անունները։ Ամենաշոկային բանը այն է, թե որքան գումար է կորել։ Միլիարդներ։ Միլիարդներ դոլարներ, որոնք պետք է գնային Հայաստանի զարգացմանը, բայց որոնք գնացին մի քանի մարդկանց գրպանները։ Արդյոք հենց այդ փաստաթղթերն էին, որոնց մասին Դեմիրճյանը խոսում էր։ Արդյոք հենց այդ անունները պետք է բացահայտվեին։ Արդյոք հենց այդ գումարները պետք է վերադարձվեին ժողովրդին։ Եվ ամենակարևորը, արդյոք հենց այդ ճշմարտությունը դարձավ Դեմիրճյանի մահվան պատճառը։ Արխիվիստը ասում է. Ես հավատում եմ, որ այո։ Ես հավատում եմ, որ Կարեն Դեմիրճյանը գտել էր այդ փաստաթղթերը։ Ես հավատում եմ, որ նա պատրաստվում էր հրապարակել դրանք։ Եվ ես հավատում եմ, որ նրան սպանեցին հենց այդ պատճառով։ Որովհետև այդ փաստաթղթերը կարող էին քանդել ամբողջ համակարգը։ Կարող էին ցույց տալ, թե ինչպես են մի քանի մարդիկ հարստացել ամբողջ երկրի հաշվին։ Կարող էին բերել արդարություն։ Բայց եթե այդ փաստաթղթերը այդքան կարևոր էին, ապա ինչու արխիվիստը չի հրապարակել դրանք։ Ինչու են ապահել դրանք 35 տարի։ Նա պատասխանում է. որովհետև ես վախենում էի։ Ես տեսա, թե ինչ եղավ Կարեն Դեմիրճյանի հետ։ Ես տեսա, թե ինչպես են նրան սպանել։ Եվ ես գիտեի, որ եթե ես հրապարակեմ այդ փաստաթղթերը, Ապա նույնը կարող է պատահել ինձ հետ։ Ես ունեի ընտանիք։ Ես ունեի երեխաներ։ Ես չէի կարող ռիսկի դնել նրանց կյանքները։ նա դադար է առնում, նրա աչքերը լցվում են արցունքներով։ Բայց այժմ իմ երեխաները մեծացել են։ Այժմ ես ծեր եմ։ Այժմ ես չունեմ ավելի շատ կորցնելու բան։ Եվ այդ պատճառով ես պատրաստ եմ խոսել։ Ես պատրաստ եմ հրապարակել այդ փաստաթղթերը։ Ես պատրաստ եմ ցույց տալ աշխարհին ճշմարտությունը։ Արդյոք այդ փաստաթղթերը կփոխեն ինչ-որ բան։ Արդյոք դրանք կբերեն արդարություն։ Արդյոք դրանք կպատժեն մեղավորներին։ Մենք չգիտենք, բայց մենք գիտենք մի բան. ճշմարտությունը չի կարող մնալ թաքնված ընդմիշտ։ Ճշմարտությունը միշտ գտնում է ճանապարհ դեպի լույս։ Եվ երբ այն գտնում է այդ ճանապարհը, պարը երբ այն վերջապես բացահայտվում է, ապա ոչինչ չի կարող կանգնեցնել այն։ Ոչ վախը, ոչ սպառնալիքները, ոչ նույնիսկ մահը, որովհետև ճշմարտությունը ավելի ուժեղ է, քան ցանկացած բան։ Եվ Կարեն Դեմիրճյանի ճշմարտությունը, այն ճշմարտությունը, որի համար նա մեռավ, այդ ճշմարտությունը պահանջում է լսվել։ Հոկտեմբերի 27-ի հետո Հայաստանը փոխվեց։ Ոչ թե անմիջապես, ոչ թե մեկ օրում, այլ դանդաղ, անխուսափելի կերպով։ Այն հույսը, որը Դեմիրճյանը ներկայացնում էր, այն հավատը, որ արդարությունը հնարավոր է, այն համոզվածությունը, որ կարելի է ապրել ազնիվ կերպով նույնիսկ իշխանության մեջ, այդ ամենը մեռավ նրա հետ միասին։ Մարդիկ սկսեցին հավատալ, որ կոռուպցիան անխուսափելի է։ Սկսեցին հավատալ, որ բոլոր ղեկավարները նույնն են։ Սկսեցին հավատալ, որ ազնվությունը թուլություն է, եւ որ միակ ճանապարհը հաջողության անազնվությունն է։ Բայց կային նաեւ նրանք, ովքեր չմոռացան, ովքեր շարունակեցին հավատալ Դեմիրճյանի օրինակին, ովքեր շարունակեցին պայքարել արդարության համար, ովքեր շարունակեցին հույս ունենալ, որ մի օր ճշմարտությունը կբացահայտվի։ Եվ այդ մարդիկը, թեև փոքրաթիվ, թեև հաճախ անտեսված, թեև երբեմն ծաղրված, այդ մարդիկը պահպանեցին Դեմիրճյանի ժառանգությունը կենթանի։ Պահպանեցին այն հավատը, որ փոփոխությունը հնարավոր է։ Պահպանեցին այն հույսը, որ արդարությունը մի օր կհաղթի։ Դեմիրճյանի որդին Ստեփան Դեմիրճյանը ստանձնեց ժողովրդական կուսակցության ղեկավարությունը հոր մահից հետո։ Նա շարունակեց այն պայքարը, որը սկսել էր հայրը։ Շարունակեց պահանջել ճշմարտություն հոկտեմբերի 27-ի մասին։ Շարունակեց պայքարել կոռուպցիայի դեմ։ Շարունակեց հավատալ, որ Հայաստանը կարող է լինել այլ կերպ։ Բայց նա նույնպես բախվեց նույն համակարգին, որը սպանել էր նրա հորը։ Նույն մարդկանց, ովքեր վախենում էին ճշմարտությունից։ Նույն ուժերին, որոնք ուզում էին պահպանել իրենց իշխանությունը եւ հարստությունը։ Տարիներ անցան։ 1999 դարձավ 2000, 2000-ը դարձավ 2010, 2010-ը դարձավ 2020, բայց հարցերը մնացին։ Ո՞վ սպանեց Կարեն Դեմիրճյանին։ Ինչու։ Ինչ էր նա գտել։ Որտեղ են այդ փաստաթղթերը։ Եվ ամենակարևորը,
Արդյոք մենք երբևէ կիմանանք ճշմարտությունը։ Այդ հարցերը դարձան մաս Հայաստանի կոլեկտիվ հիշողության, դարձան այն ցավը, որը երբեք չբուժվեց, դարձան այն վերքը, որը երբեք չփակվեց։ Բայց թերևս ամենակարևորը չէ այն, թե արդյոք մենք երբևէ կիմանանք ճշմարտությունը։ Թերևս ամենակարևորը այն է, որ մենք չմոռանանք հարցնել, որ մենք չդադարենք պահանջել պատասխաններ, որ մենք չթույլ տանք, որ Դեմիրճյանի զոհողությունը զինի զուր։ Որովհետև եթե մենք մոռանանք, եթե մենք դադարենք հարցնել, եթե մենք ընդունենք, որ ճշմարտությունը երբեք չի բացահայտվի, ապա նրանք, ովքեր սպանեցին Դեմիրճյանին, կհաղթեն։ Ապա նրանք, ովքեր թալանեցին երկիրը կշարունակեն վայելել իրենց հարստությունը։ Ապա նրանք, ովքեր դավաճանեցին ժողովրդին, կմնան անպատիժ։ Եվ դա է այն, ինչը մենք չենք կարող թույլ տալ։ Մենք չենք կարող թույլ տալ, որ Կարեն Դեմիրճյանի հիշատակը մոռացվի։ Մենք չենք կարող թույլ տալ, որ նրա զոհողությունը լինի զուր։ Մենք չենք կարող թույլ տալ, որ նրա ճշմարտությունը մնա թաքնված, որովհետև այդ ճշմարտությունը պատկանում է ոչ թե մեկ մարդու, այլ ամբողջ ժողովրդին։ Այդ ճշմարտությունը պատկանում է ոչ թե անցյալին, այլ ապագային։ Այդ ճշմարտությունը պատկանում է ոչ թե մեռելներին, այլ ապրողներին։ Եվ մենք, ապրողները, պարտական ենք պահպանել այդ ճշմարտությունը կենդանի։ 35 տարի անց Հայաստանը դեռ փնտրում է պատասխաններ։ Դեռ փնտրում է արդարություն։ Դեռ փնտրում է այն ճշմարտությունը, որի համար Կարեն Դեմիրճյանը տվեց իր կյանքը։ Եվ թերևս մի օր, թերևս շուտով, թերևս երբ ժամանակը գա, այդ ճշմարտությունը կբացահայտվի։ Այդ փաստաթղթերը կգտնվեն, այդ անունները կհրապարակվեն, այդ մեղավորները կպատժվեն, եւ Կարեն Դեմիրճյանի հիշատակը կվերականգնվի։ Ոչ թե որպես զոհի, այլ որպես հերոսի։ Ոչ թե որպես պարտվողի, այլ որպես հաղթողի։ Ոչ թե որպես մեռելի, այլ որպես անմահի։ Որովհետև Կարեն Դեմիրճյանը չմեռավ հոկտեմբերի 27-ին։ Նրա մարմինը մեռավ, բայց նրա գաղափարները ապրում են։ Նրա սիրտը դադարեց զարկել, բայց նրա ժառանգությունը շարունակում է ազդել։ Նրա ձայնը լռեց, բայց նրա ուղերձը դեռ հնչում է։ Եվ այդ ուղերձը պարզ է։ Ազնվությունը հնարավոր է, արդարությունը հասանելի է, փոփոխությունը իրական է։ Մենք պետք է միայն հավատանք դրան։ Մենք պետք է միայն պայքարենք դրա համար։ Մենք պետք է միայն չվախենանք զոհաբերել դրա համար։ Հարգելի հեռուստադիտողներ, եթե դուք հետևել եք այս ողբերգական պատմությանը մինչև վերջ, գրեք մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե որտեղ է Կարեն Դեմիրճյանը դեռ հիշվում։ Եվ բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի չկորցնեք ճշմարտությունը պատմության կուռքերի մասին։